Նա ամաչկոտ վախով անմեղության բույրով մտավ բժշկի աշխատասենյակ։ Նա դիտում էր Լիլիթին, ինչպես մեկը, ով ուսումնասիրում է մի գաղտնիք, որը չպետք է բացահայտեր։ Երբ նրա մատները դիպան Լիլիթի մաշկին, զննումը ծեսի վերածվեց, օդը խտացավ։ Ոչ մի ասված խոսք անպատշաճ չէր, բայց ամեն հայացք մեղք էր աղաղակում։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Հիշեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Երանի հունվարյան շնչահեղձ անող շոկը ստիպում էր Լիլիթ Լիմային զգալ, թե ինչպես է քրտինքը թափվում մեջքով, մինչ նա սպասում էր Էրեբունի բժշկական կենտրոնի սպասասրահում։ Վերջերս Դիլիջան փոքրիկ քաղաքից, Տավուշի մարզի խորքից ժամանած, նա դեռ իրեն անտեղի էր զգում երկրի ամենամեծ մետրոպոլիսում։ 23 տարեկանում նա ստացել էր ամբողջական կրթաթոշակ ԵՊՀ-ում կենսաբանություն սովորելու համար, իրականացնելով մի երազանք, որն անհնար էր թվում մի աղջկա համար, ում դաստիարակել էր տատիկը մի քաղաքում, որտեղ բոլորն իրար անունով էին ճանաչում։ Գանգուր մազերը անհարմար պոչով հավաքված անհանգիստ ձեռքերը սեղմում էին հնամաշ պայուսակի ժապավենը, Լիլիթը նյարդայնորեն նայում էր պատի ժամացույցին։ Դա ընդամենը սովորական զննում էր, ոչինչ ավելին, պարզապես պայման իր կրթաթոշակը պահպանելու համար։ Այնուամենայնիվ, անհանգստությունը կլանում էր նրան։ Հիվանդանոցները միշտ նրան անհարմար էին դարձնում, իրենց բնորոշ հոտով անվերջ միջանցքներով։ Լիլիթը նախընտրում էր մաքուր օդը, համալսարանի լաբորատորիան, ցանկացած վայր, բացի այդ մեկից։ Լիլիթ Լիմա։ Ընդունարանի աշխատակցուհու ձայնը արձագանքեց սպասասրահում։ 12-րդ աշխատասենյակ, բժիշկ Հենրիկ Վարդանյանի մոտ։ Կուլ տալով, Լիլիթը վեր կացավ գնաց նշված միջանցքով։ Նա լսել էր բժիշկ Վարդանյանի մասին համալսարանի միջանցքներում։ 35 տարեկանում նա համարվում էր երկրի ամենափայլուն էնդոկրինոլոգներից մեկը, Վարդանյանների հիվանդանոցային ցանցի ժառանգորդը, որն ուներ մասնաճյուղեր Հայաստանի 5 մարզերում։ Հանրակացարանի ընկերուհիները խոսում էին նրա հեռավոր հմայքի, բժշկական հայտնի մարդկանց ամսագրերում նրա մշտական ներկայության, անթերի աշխատասեր մարդու համբավի մասին։ Նա թակեց դուռը ներս մտավ, լսելով բարձր մտեք։ Աշխատասենյակը ընդարձակ էր, Մաշտոցի պողոտայի համայնապատկերային տեսարանով։ Էլեգանտ կահույքով շրջանակված վկայականներով տպավորիչ բժշկական գրադարանով զարդարված միջավայրը ճառագում էր ուշ գիտելիք։ Բայց սեղանի հետում նստած մարդն էր, ով գրավեց Լիլիթի ամբողջ ուշադրությունը։ Բժիշկ Հենրիկ Վարդանյանը այն չէր, ինչ նա սպասում էր։ Նա պատկերացրել էր մոխրագույն մազերով, իշխող կեցվածքով կլինիկական հայացքով մի տարեց տղամարդու։ Փոխարենը նա գտավ մագնիսական ներկայությամբ մի տղամարդու, կատարելապես հարդարված մազերով, չսափրված մորուքով, դարչնագույն կանաչ աչքերով, որոնք կարծես մակերեսից այն կողմ էին տեսնում։ Նա կրում էր անթերի սպիտակ խալաթ, մուգ կապույտ վերնաշապիկի վրա, փողկապը թեթակի թուլացրած, ցույց տալով երկար օրվա ավարտը։ Օրիորդ Լիմա, խնդրում եմ, նստեք։ Նրա ձայնը ցածր ու զսպված էր, առանց որևէ զգացմունք դրսևորելու։ Նա չժպտաց, պարզապես ցույց տվեց իր դիմացի աթոռը, վերլուծելով բժշկական քարտը։ Լիլիթը նստեց, իրեն փոքր ու աննշան զգալով այդ տարածքում, որը կարծես իր աշխարհին չէր պատկանում։ Նա դիտեց բժշկի ձեռքերը, ուժեղ ճշգրիտ, թերթելով իր քարտը։ Վիրաբույժի ձեռքեր, մտածեց նա, մինչ փորձում էր վերահսկել արագացած շնչառությունը։ Առաջին անգամ եք երանում, հարցրեց նա, դեռ աչքերը չբարձրացնելով քարտից։ Այո, պատասխանեց նա, զարմացած անձնական հարցից։ Ինչպես իմացաք։ Միայն այդ ժամանակ բժիշկ Հենրիկը բարձրացրեց հայացքը, առաջին անգամ հանդիպելով նրանին։ Դա կարծես էլեկտրական ցնցում լիներ, ակնթարթային կապ, որը ստիպեց Լիլիթին սառչել աթոռին։ Հասցեն Գրանցամատյանում։ Ուսանողական հանրակացարան կենտրոն թաղամասում։ Եվ ձեր տավուշյան առոգանությունը, իհարկե։ Գրեթե աննկատ ժպիտ դիպավ նրա շուրթերին, մինչ նա վերադարձավ պրոֆեսիոնալ արտահայտությանը։ Սովորելու եք եկել։ Կենսաբանություն։ ԵՊՀ-ում։ Լիլիթը չէր հասկանում, թե ինչու էր նա հետաքրքրված իր անձնական կյանքով, բայց նրա ձայնի տոնի մեջ, նրա դիտելու ձի մեջ ինչ-որ բան կար, որը ստիպում էր նրան շարունակել խոսել։ Հետաքրքիր է։ Հետազոտություն։ Ուզում եմ աշխատել բնապահպանական պահպանության ոլորտում։ Միշտ երազել եմ պաշտպանել մեր անտառները։ Կարճ ակնթարթով Լիլիթը մտածեց, թե հիացմունք է տեսել նրա աչքերում։ Մի հայացք, որն անհետացավ այնքան արագ, որքան հայտնվեց։ Ազնիվ է։
Բժիշկ Հենրիկը վերադարձավ բժշկական քարտին։ Անցնենք գլխավորին։ Մեզ անհրաժեշտ է մի քանի սովորական հետազոտություն անցկացնել։ Ունեք էնդոկրին հիվանդությունների ընտանեկան պատմություն։ Խորհրդատվությունը շարունակվեց պրոֆեսիոնալ կերպով։ Բժիշկ Հենրիկը տվեց անհրաժեշտ հարցերը, գրառեց պատասխանները, վիրաբուժական ճշգրտությամբ բացատրեց ընթացակարգերը։ Բայց մինչ Լիլիթը պատասխանում էր հարցերին, նկատում էր նրա հայացքը, որն ավելի երկար էր մնում իր վրա, քան անհրաժեշտ էր, կարծես նա փորձում էր գուշակել մի հանելուկ։ Երբ հասավ ֆիզիկական զննման պահը, Հենրիկը խնդրեց նրան նստել բժշկական մահճակալին։ Ես կստուգեմ ձեր վահանած գեղձը, բացատրեց նա մոտենալով։ Նրա մատների հպումը Լիլիթի պարանոցին ճշգրիտ էր, կլինիկական, պրոֆեսիոնալ, այնուամենայնիվ ջերմության ալիք ուղարկեց Լիլիթի ամբողջ մարմնով։ Նա զսպեց շնչառությունը, մինչ Հենրիկը մեղմորեն շոշափում էր պարանոցը։ Նրանք չափազանց մոտ էին։ Նա կարող էր զգալ նրա օծանելիքը, սանդալի ինչ-որ բույսի խառնուրդ, որը չէր կարողանում ճանաչել։ Նա կարող էր տեսնել նրա դեմքի մանրամասները, փոքր սպիտզախ աչքի մոտ, արտահայտության գծերը, որոնք սկսում էին ձևավորվել աչքերի շուրջ։ Անքուն գիշերների, չափազանց ծանր պարտականությունների նշաններ։ Շնչեք նորմալ, հրահանգեց նա, նրա ձայնն ավելի մեղմ էր հիմա։ Կներեք։ Լիլիթը փորձեց կենտրոնանալ շնչելու վրա, բայց դժվար էր, երբ նա այդքան մոտ էր։ Երբ նրանց հայացքները նորից հանդիպեցին, ինչ-որ բան փոխվեց օդում։ Երկարաձգված պահ, ժամանակի դադար, որի ընթացքում երկուսն էլ կարծես հասկացան, որ ինչ-որ բան է կատարվում։ Ինչ-որ անսպասելի բան։ Ինչ-որ վտանգավոր բան։ Բժիշկ Հենրիկը արագորեն հեռացավ, վերադառնալով իր սեղանի հետը, կարծես նրանց միջ ֆիզիկական արգելքի կարիք ուներ։ Ես կպահանջեմ արյան անալիզներ վահանած գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, պարզապես զգուշության համար։ Նրա ձայնը վերադարձել էր պրոֆեսիոնալ տոնին, բայց նրա ձեռքերը միշտ այդքան ամուր, թեթակի դողում էին, մինչ նա գրառում էր պահանջները։ Խնդիր կա, հարցրեց Լիլիթը, հանկարծակի անհանգստանալով։ Ոչ, պարզապես սովորական ընթացակարգ կրթաթոշակառուների համար։ Նա հիմա ուղղակիորեն չէր նայում նրան։ Վերադարձեք 2 շաբաթից արդյունքներով։ Պահանջները հանձնելիս նրա մատները դիպան Լիլիթին, պատահական հպում, որից երկուսն էլ հետ քաշվեցին, կարծես այրված լինեին։ Շնորհակալ եմ, բժիշկ։ Լիլիթը վեր կացավ, նյարդայնորեն շտկելով վերնաշապիկը։ Խնդրեմ, օրիորդ Լիմա։ Նա վերջապես նայեց նրան, նրա աչքերում։ Ինչ-որ տարբեր բան կար։ Ինչ-որ բան, որը կարծես կոնֆլիկտ, շփոթություն, գուցե ցանկություն էր։ Հաջողություն ձեր ուսումնառության մեջ։ Շնորհակալ եմ։ Նա գնաց դեպի դուռը, զգալով նրա հայացքը մեջքին։ Լիլիթ, կանչեց նա, երբ Լիլիթն արդեն ձեռքը բռնակին էր դրել։ Նա շրջվեց, սիրտը անբացատրելիորեն արագանում էր։ Այո։ Բարի գալուստ Երան։ Այսքան էր ասում, բայց նրա խոսքի մեջ ինչ-որ բան կար, ինչ-որ բան, որը շատ ավելին էր հուշում, քան պարզապես ողջույնի արտահայտություն։ Աշխատասենյակից դուրս գալիս Լիլիթը զգաց, որ ինչ-որ բան փոխվել է իր մեջ։ Կարծես աշխարհը պտտվել էր իր առանցքի շուրջ, այլևս երբեք նորմալ չէր լինի։ Մաշտոցի պողոտայում ավտոբուսին սպասելիս, թեթ անձրի տակ, որը սկսում էր տեղալ, նա մտածում էր բժիշկ Հենրիկի աչքերի, նրա մատների հպման, նրա ներկայության ինտենսիվության մասին։ Նա պարզապես բժիշկ է, ով կատարում է իր աշխատանքը, մրմնջաց նա իրեն։ Ոչինչ ավելին։ Բայց գիտեր, որ ստում էր։ Աբովյան փողոցի շքեղ պենթհաուս բնակարանում Հենրիկ Վարդանյանը չէր կարողանում կենտրոնանալ հիվանդանոցի ֆինանսական հաշվետվությունների վրա։ Նրա միտքը շարունակում էր վերադառնալ արտահայտիչ աչքերով բնապահպանական երազանքներով երիտասարդ աղջկա մոտ։ Ինչ-որ բան կար նրա մեջ, իսկություն, մաքրություն, որը նա տարիներ շարունակ չէր գտնում իր ամբիցիոզ բժիշկների ձանձրացած սոցիալիստների շրջապատում։ Դու խելագարվում ես, ասաց նա իրեն վիսկի լցնելով։ Նա քո հիվանդն է։ Գյուղացի աղջիկ։ Ուսանողուհի։ Նա նայեց հեռախոսին, որտեղ անդադար թարթում էր Կամիլայի, իր նախկին ընկերուհու հիվանդանոցի վարչակազմի գործընկերուհու հաղորդագրությունը։ Ճաշի հրավեր, հին ժամանակները հիշելու համար։ Կամիլան ներկայացնում էր անվտանգություն, հարմարավետություն, այն աշխարհը, որին նա պատկանում էր։ Դա էր իմաստալից։ Ապա ինչու։ Լիլիթ Լիմայի պատկերը դուրս չէր գալիս նրա մտքից։
Հաջորդ 2 շաբաթվա ընթացքում Լիլիթը փորձում էր կենտրոնանալ ուսման վրա։ ԵՓ-ի բույսերի գենետիկայի լաբորատորիան իր ապաստանն էր, այն վայրը, որտեղ իրեն իրավասու օգտակար էր զգում։ Միկրոսկոպների Հայաստանի ֆլորայի բույսերի նմուշների մեջ նա կարողանում էր պահերով մոռանալ այն տարօրինակ զգացումը, որը հետապնդում էր նրան բժիշկ Վարդանյանի հետ խորհրդատվությունից հետո։ Լիլիթ, արի երկիր։ Տիգրանի, իր լաբորատորիայի գործընկերոջ ձայնը նրան վերադարձրեց իրականություն։ 5 րոպե է, կանչում եմ քեզ։ Ինչի՞ մասին ես մտածում։ Կներեք, կենտրոնացած էի։ Նա ժպտաց, հեռացնելով մտքերը դարչնագույն կանաչ աչքերի վիրաբույժի ձեռքերի մասին։ Ինչ էր։ Պրոֆեսոր Մարիամը ուզում է խոսել քեզ հետ։ Կարծես թե քեզ համար տեղ է գտել Սանա լճի պահպանության ծրագրում։ Լիլիթի սիրտը արագացավ։ Դա այն հնարավորությունն էր, որի մասին միշտ երազել էր 3 ամիս Սանա լճում կենսաբազմազանություն ուսումնասիրելու համար։ Իրոք։ Դա հիանալի է։ Կարծես թե վերջապես ազատվելու ենք քեզնից։ Տիգրանը ժպտաց, ընկերաբար կրծքին հրելով նրան։ Դեռ հաստատ չէ, պատասխանեց նա, փորձելով զսպել ոգորությունը։ Նախ պետք է ավարտեմ բժշկական հետազոտությունները կրթաթոշակի համար։ Հետազոտությունների հիշատակումը վերադարձրեց բժիշկ Հենրիկի պատկերը։ Վաղը նա պետք է վերադարձի խորհրդատվության։ Պարզ միտքը ստիպեց նրա ստամոքսը թրջել։ Այդ գիշեր, փոքրիկ հանրակացարանում, որը նա կիսում էր 3 այլ ուսանողների հետ, Լիլիթը անհանգիստ կերպով խառնում էր ուտելիքը ափսեի մեջ, մինչ ընկերուհիները ոգորված քննարկում էին հանգստյան օրերին կայանալիք երեկույթը։ Լարի, այս անգամ գալիս ես, չէ՞, հարցրեց Դանան, ժուռնալիստիկայի ուսանողուհին, ով դարձել էր նրա ամենամտերիմ ընկերուհին։ Չգիտեմ, վաղը բժշկի մոտ եմ, հետո պետք է գնամ լաբորատորիա։ Դու չափազանց շատ ես աշխատում։ Դրա համար էլ վերջերս այդքան գունատ ես։ Դանան վերլուծեց ընկերուհու դեմքը։ Բացի այդ, շեղված ես։ Համոզված ես, որ ամեն ինչ կարգին է։ Ես պարզապես հոգնած եմ։ Լիլիթը ստիպեց իրեն ժպտալ։ Եվ անհանգիստ եմ Սանա լճի հնարավոր նախագծի պատճառով։ Ահ, ճիշտ է։ Ինչ հիանալի է։ Դանան գրկեց նրան։ Բայց մինչ այդ, պետք է տոնենք։ Դու գալիս ես երեկույթին, վերջ։ Լիլիթը դժկամորեն համաձայնեց, բայց նրա միտքն արդեն հաջորդ առավոտյան էր, այն խորհրդատվության վրա, որը նա փորձում էր անհաջող կերպով ընկալել որպես սովորական բան։ Բժիշկ Հենրիկ Վարդանյանը պատուհանից դիտում էր անձրը իր աշխատասենյակից։ Կաթիլները սահում էին ապակու վրայով, աղավաղելով այն քաղաքի տեսարանը, որը երբեք չէր քնում։ Նա լավ չէր քնել վերջին մի քանի գիշեր։ Անհանգիստ երազներ, որոնցում արտահայտիչ աչքերը նրան էին նայում անմեղության ցանկության խառնուրդով, հետապնդում էին նրան։ Բժիշկ։ Իր քարտուղարուհու ձայնը ներքին հեռախոսից սարսափեցրեց նրան։ Ձեր հաջորդ հիվանդը եկել է։ Լիլիթ Լիմա։ Նյարդայնության ալիքներ պատեցին նրան։ Ծիծաղելի է։ Նա, Հենրիկ Վարդանյանը, նյարդայնանում է պարզապես վերադարձի խորհրդատվության պատճառով։ Կարող եք ներս ուղարկել։ Նա շտկեց խալաթը, արագորեն ստուգեց իր արտաքինը անջատված համակարգչի էկրանի արտացոլանքում։ Նա անմիջապես կանգնեցրեց իրեն, հասկանալով, թե ինչ էր անում։ Նա պարզապես մեկ հիվանդ է, մրմնջաց նա իրեն։ Դուռը բացվեց, նա այնտեղ էր։ Նա կրում էր պարզ, զմրուխտ կանաչ զգեստ, որն ընդգծում էր նրա աչքերը։ Գանգուր մազերը այս անգամ բաց էին, շրջանակելով նուրբ դեմքը։ Նա ավելի գեղեցիկ էր թվում, քան իր հիշողության մեջ։ Բարի առավոտ, բժիշկ Վարդանյան։ Նրա ձայնը թեթակի դողում էր։ Օրիորդ Լիմա։ Նա ցույց տվեց իր դիմացի աթոռը, փորձելով պահպանել պրոֆեսիոնալ կեցվածքը։ Խնդրում եմ, նստեք։ Նա հնազանդվեց, մի պահ նրանք լուռ էին, անձրի ձայնը լցնում էր աշխատասենյակը։ Ձեր հետազոտությունները բերել եք, հարցրեց նա վերջապես։ Լիլիթը հանձնեց ծրարը, նրա ձեռքերին կարճատ դիպչելով։ Հենրիկը զգաց, թե ինչպես է էլեկտրական հոսանք անցնում իր մարմնով, անկախ նրանից, թե որքան արագ էր դա։ Նա մեթոդաբար վերլուծեց արդյունքները, փորձելով կենտրոնանալ միայն թվերի ցուցանիշների վրա։ Ամեն ինչ կատարելապես նորմալ էր, ինչպես սպասում էր։ Բժշկական պատճառ չկար նրան նորից տեսնելու համար։
Ամեն ինչ նորմալ պարամետրերի սահմաններում է, հայտարարեց նա, վերջապես նայելով նրան։ Դուք կատարելապես առողջ եք։ Ինչ լավ է։ Նա ժպտաց, ինչ-որ բան նրա ժպիտի մեջ ստիպեց Հենրիկի սիրտը արագանալ։ Դա նշանակում է, որ ես ազատված եմ Սանա լճի նախագծի համար։ Սանա լիճ։ Բառերն ավելի կոպիտ դուրս եկան, քան մտադրված էր։ Այո, տեղ եմ գտել հետազոտական նախագծում։ 3 ամիս կմնամ այնտեղ, ուսումնասիրելով տեղական կենսաբազմազանությունը։ Նրա ձայնում անկեղծ ոգորություն կար, մի գիրք, որը հիացնում էր նրան։ Դա հիանալի հնարավորություն է։ 3 ամիս։ Նա 3 ամիս հեռու կլինի։ Միտքը Հենրիկի մոտ անբացատրելի անհանգստություն առաջացրեց։ Հասկանում եմ։ Նա փորձեց չեզոք տոն պահպանել։ Երբ եք մեկնում։ 2 շաբաթից, եթե ամեն ինչ լավ ընթանա։ Հենրիկը վերցրեց դեղատոմսի տետրակը, սկսեց գրել այն բժշկական թույլտվությունը, որն անհրաժեշտ էր նրան։ Նրա ձեռքերը, սովորած նուրբ ընթացակարգերին, անհարմար էին զգում։ Դա հիանալի կլինի ձեր կարիերայի համար։ Բառերն դուրս եկան մեխանիկական, փորձված։ Սանա լիճը աշխարհի ամենահարուստ էկոհամակարգերից մեկն է։ Դուք գիտեք դա։ Նրա հարցում անկեղծ զարմանք կար։ Ես այնտեղ մի շրջան անցկացրի համալսարանական տարիներին։ Միշտ հետաքրքրված եմ եղել էկոլոգիայով, թե բժշկությունը եղել է սպասված ուղին։ Սպասված ուղին։ Նա գլուխը թեքեց, հետաքրքրված։ Դա չէր այն, ինչ ուզում էիք։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Ոչ ոք չէր կասկածի նրա ընտրությունները։ Բոլորն ենթադրում էին, որ նա միշտ ցանկացել է հետել հոր քայլերին, ղեկավարել ընտանեկան հիվանդանոցային կայսրությունը։ Բարդ է, պատասխանեց նա, զարմացած իր անկեղծությունից։ Երբեմն մեր կյանքերը գծագրված են դեռ մեր ծնվելուց առաջ։ Ինչ-որ բան նրա աչքերում հասկացողություն ցույց տվեց։ Հասկանում եմ։ Դիլիջանում բոլորն սպասում էին, որ ես կամուսնանամ տեղի շուկայի տիրոջ որդու հետ երեխաներ կունենամ։ Դա էր այն, ինչ անում էին բոլոր աղջիկները։ Եվ դուք ընտրեցիք անտառներն ու լաբորատորիաները։ Ես ընտրեցի ազատ լինել։ Այն պարզությունը, որով նա ասաց դա, խորապես հուզեց նրան։ Հենրիկը հանձնեց նրան ստորագրված փաստաթուղթը։ Ամեն ինչ կարգին է։ Դուք պաշտոնապես ազատված եք Սանա լճի համար։ Շնորհակալ եմ, բժիշկ։ Նա դրեց փաստաթուղթը պայուսակի մեջ, բայց անմիջապես չվեր կացավ։ Կարծես ցանկանում էր ավելին ասել։ Էլ ինչ կարող եմ անել ձեզ համար, հարցրեց նա, նրա ձայնն ավելի մեղմ էր, քան մտադրված էր։ Լիլիթը նայեց իր ձեռքերին, ապա ուղղակիորեն նրա աչքերին, մի քաջությամբ, որը զարմացրեց նրան։ Ինչու՞։ Դուք ինձ հարցրիք իմ կյանքի մասին առաջին խորհրդատվության ժամանակ։ Դա սովորական չէ, չէ՞։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Դա ճիշտ էր։ Նա հազվադեպ էր հետաքրքրվում հիվանդների անձնական կյանքով։ Նա մնում էր պրոֆեսիոնալ, հեռու, պաշտպանված ընթացակարգերի արձանագրությունների պատով։ Ինչ կար Լիլիթ Լիմայի մեջ, որը ստիպում էր նրան ցանկանալ քանդել այդ պատնեշները։ Կարծում եմ ուզում էի ավելի լավ ճանաչել ձեզ։ Դա ճիշտ էր, բայց անհարմար էր հնչում, վտանգավոր անձնական։ Ինչու՞։ Նա պատասխան չուներ։ Կամ ավելի ճիշտ ուներ, բայց չէր կարող բարձրաձայն ասել, ոչ ինքն իրեն։ Պետք է գնամ հաջորդ խորհրդատվության։ Նա կտրուկ վեր կացավ։ Հաջողություն Սանա լճի նախագծում, օրիորդ Լիմա։ Նա նույնպես վեր կացավ, մի պահ նրանք չափազանց մոտ էին։ Նա կարող էր երդվել, որ հիասթափություն տեսավ նրա աչքերում։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, բժիշկ Վարդանյան։ Լիլիթը ձեռքը մեկնեց ֆորմալ ձեռքսեղմման համար։ Հաճելի էր ձեզ ճանաչելը։ Հենրիկը բռնեց նրա ձեռքը, նորից այն էլեկտրական հոսանքը, այն կապը, որն անհնար էր ժխտել։ Նրանք ձեռքերը բռնած մնացին չափազանց երկար, հայացքները միմյանց վրա սերված, շնչառությունը համաժամանակացված, կարծես մեկեակ լինեին։ Լիլիթն էր, ով խախտեց կապը, հետ քաշվելով կարմրած այտերով։ Ցտեսություն։ Նա դուրս եկավ դռնից, առանց հետ նայելու, թողնելով միայն իր քայլերի արձագանքը հասմիկի թեթ բույրը օդում։ Հենրիկը անշարժ մնաց երկար պահ։
Ցտեսություն Լիլիթ, մրմնջաց նա դատարկ աշխատասենյակին, իմանալով, որ պետք է թեթություն զգա նրա հեռանալուց, բայց զգում էր միայն կորստի աճող զգացում։ Այդ պահին, առանց նրանցից ոչ մեկի իմանալու, ճակատագիրն արդեն գծագրում էր այն ուղիները, որոնք նրանց կրկին կհանդիպեցնեին, այնպիսի հանգամանքներում, որոնք կկասկածի տակ կդնեին բոլոր այն կանոններն ու սովորույթները, որոնք ղեկավարում էին նրանց կյանքը։ 2 շաբաթ էր անցել բժիշկ Հենրիկի հետ վերջին խորհրդատվությունից։ Լիլիթը լիովին ընկղմված էր սանա լիճ մեկնելու նախապատրաստական աշխատանքների մեջ, կազմակերպելով հետազոտական սարքավորումներ ուսումնասիրելով տեղական կենսաբազմազանության մասին հոդվածներ։ Եթե ձեզ դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ եք կարծում մեր զույգի սիրավեպի մասին։ Այնուամենայնիվ, նա չէր կարողանում լիովին մոռանալ ինտենսիվ աչքերով բժշկին, ով խառնել էր իր զգացմունքները այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Դու հանրակացարանի կեսը տանելու ես սանա։ Լիճ, կատակեց Դանան, դիտելով գրքերի քանակը, որոնք Լիլիթը դասավորում էր իր փոքրիկ ճամպրուկում։ Դրանք միայն անհրաժեշտներն են։ Նա ժպտաց, զգուշորեն ծալելով մի քանի շապիկներ։ Իսկ այն հրաժեշտի երեկույթը, որը խոստացել էինք։ Դու դեռ չես հաստատել։ Լիլիթը հառաչեց։ Մեկնելու նախօրեին ընկերուհիները փոքրիկ հրաժեշտի երեկույթ էին կազմակերպել Կենտրոն թաղամասի բարերից մեկում։ Վերջին բանը, որ նա ուզում էր, աղմկոտ գիշեր էր, բայց գիտեր, որ կհիասթափեցներ ընկերուհիներին, եթե չգնար։ Ես կգնամ, խոստանում եմ։ Միայն թե մի սպասեք, որ մինչ ուշ կմնամ։ Ով գիտե, գուցե դու ինչ-որ գեղեցիկ կենսաբանի հանդիպես, մինչ 3 ամսով կմտածես ոչ մի տեղում, Դանան խորամանկորեն աչքով արեց։ Լիլիթը ստիպեց իրեն ժպտալ, բայց այն պատկերը, որը եկավ նրա մտքին, ոչ մի կենսաբանի պատկեր չէր, այլ սպիտակ խալաթով մի բժշկի։ Այդ գիշեր, կամարս սրճարանը լեփ-լեցուն էր։ Դա անկաշկանդ վայր էր, որը հիմնականում հաճախում էին ուսանողներ երիտասարդ մասնագետներ։ Լիլիթը կրում էր պարզ կապույտ զգեստ ցածր սանդալներ, իրեն անտեղի զգալով իր հարդարված ընկերուհիների մեջ։ Արի, Լարի, գոնե մեկ կայպիրինյա, պնդեց Դանան, բաժակը մղելով նրա կողմը։ Դժկամորեն Լիլիթը համաձայնեց։ Երաժշտությունը չափազանց բարձր էր, խոսակցությունները մակերեսային էին թվում, նա չէր կարողանում չմտածել, որ կնախընտրեր լինել տանը, վերընթերցելով Սանա լճի մասին իր գրառումները։ Այդ պահին բարի դուռը բացվեց, մի խումբ լավ հագնված մարդիկ ներս մտան։ Անմիջապես, մթնոլորտը կարծես փոխվեց, կարծես էլեկտրական հոսանք անցավ վայրով։ Լիլիթը զգաց դա նախքան կտեսներ։ Դանդաղ շրջվելով, նրա սիրտը կանգ առավ։ Բժիշկ Հենրիկ Վարդանյանը նրանից 10 մետրից պակաս հեռավորության վրա էր, մուգ տաբատով կապույտ վերնաշապիկով, թքերը ծալած, բացահայտելով ուժեղ նախաբազուկները։ Ավելի գրավիչ էր թվում առանց խալաթի, ավելի մարդկային, ավելի հասանելի։ Նրա կողքին մի շքեղ կին, կարմիր, նեղ զգեստով, սեփականատիրականորեն բռնում էր նրա ձեռքը։ Լիլիթ։ Դանայի ձայնը կարծես շատ հեռվից էր գալիս։ Լավ ես։ Կարծես ուրվական ես տեսել։ Դա իմ բժիշկն է։ Նա չէր կարողանում հայացքը կտրել, թե գիտեր, որ պետք է։ Այդ գեղեցիկ տղամարդը կոստյումով։ Վայ, ես ամեն օր հիվանդ կլինեի։ Դանան հետեց նրա հայացքին։ Ով է նրա հետ այդ մոդելը։ Չգիտեմ։ Բայց ինչ-որ բան նրա ներսում ցավում էր, տեսնելով այն մտերմությունը, որով կինը դիպչում էր Հենրիկի ձեռքին, նրանց միջ եղած ծանոթությունը։ Մի պահ, սպասիր։ Դանան հոնքերը կնճռեց։ Դա Հենրիկ Վարդանյանն է։ Վարդանյանների հիվանդանոցների ժառանգորդը։ Ինչ է նա անում համալսարանական բարում։ Չգիտեմ, մեխանիկորեն կրկնեց Լիլիթը, անհուսորեն ցանկանալով հեռանալ այնտեղից, մինչ Հենրիկը կտեսներ նրան։ Չափազանց ուշ էր։ Կարծես զգալով նրա հայացքը, Հենրիկը դանդաղ շրջվեց նրա կողմը։ Նրա աչքերը սահեցին շրջապատով, մինչ գտան Լիլիթինը։ Կարճ ակնթարթով աշխարհը կարծես սառեց։ Երաժշտությունը, խոսակցությունները, ամեն ինչ անհետացավ։ Կային միայն նրանք երկուսը, միմյանց հետ կապված ինչ-որ անբացատրելի հզոր բանով։ Նրա արտահայտությունը զարմանքից փոխվեց ինչ-որ բանի, որը Լիլիթը չկարողացավ վերծանել։ Նա ինչ-որ բան մրմնջաց իր կողքի կնոջը սկսեց մոտենալ։ Նա գալիս է այստեղ, ոգորված շշնջաց Դանան։ Դուք իսկապես ճանաչում եք նրան։ Նա իմ բժիշկն է, կրկնեց Լիլիթը, զգալով, թե ինչպես են իր ձեռքերը դողում։
Միայն դա։ Օրիորդ Լիմա։ Հենրիկի ցածր ձայնը սարսուռ առաջացրեց Լիլիթի ողնաշարում։ Ինչ անակնկալ է ձեզ այստեղ գտնելը։ Բժիշկ Վարդանյան։ Նա փորձեց ձայնը պահել հաստատուն։ Բարի երեկո։ Խնդրում եմ, մենք աշխատասենյակից դուրս ենք։ Հենրիկ։ Նրա ձայնում ինչ-որ տարբեր բան կար, մի լարվածություն, որը նախկինում չկար։ Չէի պատկերացնում, որ նման վայրեր եք հաճախում։ Դա իմ հրաժեշտի երեկույթն է։ Նա ցույց տվեց ընկերուհիներին, ովքեր հետաքրքրությամբ դիտում էին փոխազդեցությունը։ Վաղը մեկնում եմ Սանա լիճ։ Այո։ Նախագիծը։ Նա կարծես ուզում էր ավելին ասել, բայց նրան ընդհատեց կարմիր զգեստով կնոջ հայտնվելը։ Հենրիկ, սիրելիս, չես ներկայացնի ինձ։ Կինն ուներ այն մարդու հղկված գեղեցկությունը, ով հաճախում է լավագույն սրահները, այն մարդու վստահությունը, ով միշտ ամեն ինչ ունեցել է։ Կամիլա, սա Լիլիթ Լիման է, մի։ Նա վարանեց վայրկյանի մի մասը, հիվանդ։ Լիլիթ, սա բժիշկ Կամիլա Պետրոսյանն է, Էրեբունի բժշկական կենտրոնի վարչական տնօրենը։ Հաճելի է։ Կամիլայի ժպիտը չէր հասնում աչքերին։ Հենրիկը հազվադեպ է հիշատակում իր հիվանդներին։ Մեկնաբանությունը, ըստ երույթին անմեղ, պարունակում էր մի ակնարկ, որը ստիպեց Լիլիթին կարմրել։ Մենք պարզապես տոնում էինք իմ հետազոտական ուղղորությունը, արագ բացատրեց նա։ Իրոք։ Ինչ հետաքրքիր է։ Կամիլայի տոնը հակառակն էր հուշում։ Նա սեփականատիրականորեն բռնեց Հենրիկի ձեռքը։ Մենք պետք է գնանք, սիրելիս։ Ճաշը ներդրողների հետ, հիշում ես։ Իհարկե։ Հենրիկը նորից նայեց Լիլիթին, նրա աչքերում ինչ-որ բան կար, որը Լիլիթը չէր կարողանում վերծանել։ Ափսոսանք։ Ցանկություն։ Հաջողություն Սանա լճի նախագծում, Լիլիթ։ Հուսով եմ, որ կգտնեք այն, ինչ փնտրում եք։ Շնորհակալ եմ։ Հենրիկ։ Դա առաջին անգամն էր, որ նա արտասանում էր նրա անունը, դա տարօրինակ կերպով մտերիմ էր հնչում։ Նա կարճատ գլխով արեց հեռացավ, առաջնորդվելով Կամիլայի կողմից, Լիլիթին թողնելով անբացատրելի դատարկության զգացումով։ Ինչ էր դա, հարցրեց Դանան, բաց բերանով։ Ինչ-որ բան կա, որ ինձ չես ասում։ Ասելու ոչինչ չկա, պատասխանեց Լիլիթը, բայց նույնիսկ ինքը չէր հավատում դրան։ Հաջորդ օրը, պատրաստ ճամպրուկով շփոթված սրտով, Լիլիթը նստեց ավտոբուսը դեպի Սան քաղաք, Սանա լիճ հասնելուց առաջ առաջին կանգառը։ Նա փորձում էր համոզել իրեն, որ 3 ամիս հեռու լինելը հենց այն էր, ինչ անհրաժեշտ էր իր բժշկի հանդեպ այս անպատշաճ հակումը մոռանալու համար։ Մինչ նա դիտում էր Երանի քաղաքային բնապատկերը, որն անհետանում էր պատուհանից, չնկատեց հեռվում կանգնած սեդանը, ոչ էլ ղեկին նստած տղամարդուն, ով անվերծանելի արտահայտությամբ դիտում էր նրա մեկնումը։ Սանա լճի շրջակայքում օրերն անցնում էին այլ ռիթմով։ Ժամանակը չափվում էր արածակով մայրամուտով, ջրերի շարժով, կենդանիների վարքով։ Լիլիթը այդ էկոհամակարգի ընդարձակության մեջ գտավ իր սեփական հոգու հայելին, բարդ, խորը, կյանքով գաղտնիքներով լի։ Տեղավորվելով հետազոտական բազայի մոտ գտնվող փոքրիկ հյուրատանը, նա օրերն անցկացնում էր նմուշներ հավաքելով, տեսակներ կատալոգացնելով, սովորելով ավելի փորձառու հետազոտողներից։ Գիշերները նվիրված էին գրառումներին, ընթերցումներին աստղազարդ երկնքի դիտարկմանը, այնքան տարբեր այն ամենից, ինչ տեսնում էր Երանում։ Դուք տաղանդ ունեք դրա համար, մեկնաբանեց Արամը, նախագծի համակարգողը, 50-ամյա փորձառու կենսաբանը։ Ուսանողների մեծ մասը գալիս է ռեզյումեի համար, բայց դուք իսկապես կապվում եք վայրի հետ։ Հեշտ է կապվել այդքան արտասովոր բանի հետ, պատասխանեց նա, դիտելով, թե ինչպես է մի ձուկ անձայն սահում հանգիստ ջրերով։ Առաջին շաբաթներին նա դեռ հաճախ էր մտածում Հենրիկի մասին։ Նա պատկերացնում էր, թե արդյոք նա Կամիլայի հետ էր, արդյոք մտածում էր իր մասին, արդյոք զգում էր նույն անբացատրելի կապը։ Բայց ժամանակի ընթացքում այդ մտորումների ինտենսիվությունը նվազեց։ Սանա լիճը ուներ ամեն ինչ հեռանկարի մեջ դնելու ուժը, ցույց տալու, թե ինչպես էին որոշ մարդկային խնդիրներ փոքր, բնության մեծության դիմաց։ Դա երկրորդ ամսվա վերջին էր, մի փոթորիկի ժամանակ, որը նրանց ստիպեց մնալ հյուրատանը, որ Արամը Լիլիթին անսպասելի լուր հայտնեց։ Վաղը մի խումբ բժիշկներ են ժամանում, հայտարարեց նա ճաշի ժամանակ։ Նրանք գալիս են առափնյա համայնքներում առողջապահական ծրագրի համար։ Մեզ մոտ կմնան 2 շաբաթ։ Ինչ տեսակի ծրագիր, հարցրեց Լիլիթը, առանց մեծ հետաքրքրության, մինչ թերթում էր իր գրառումները։
Հիմնականում բազային բուժօգնություն։ Այդ համայնքների մեծ մասը բժշկի տեսնում է տարին 1 կամ 2 անգամ։ Արամը մի կում սուրճ խմեց։ Հետաքրքիրն այն է, որ նրանք բերում են սարքավորումներ ավելի բարդ հետազոտությունների համար։ Ըստ երույթին, խմբում ինչ-որ կարևոր մարդ կա։ Լիլիթը գլխով արեց, ուշադրությունը դարձնելով այն տվյալներին, որոնք վերլուծում էր։ Նա քիչ բան գիտեր, որ ճակատագիրը, այդ անխոնջ ջուլհակը, պատրաստում էր մեկ հանդիպում, որը կկասկածի տակ կդներ նրա բոլոր վստահությունները։ Հաջորդ առավոտյան երկինքը պարզ էր, օդը խոնավ, փոթորիկից հետո։ Լիլիթը վաղ դուրս եկավ, ջրային բույսերի նմուշներ հավաքելու, օգտվելով հանգստությունից։ Նա ոտքերը ջրի մեջ էր դրել, կենտրոնացած իր աշխատանքի վրա, երբ շարժիչների ձայն լսեց։ Նա բարձրացրեց աչքերը, տեսավ 2 նավակ, որոնք մոտենում էին հյուրատան փոքրիկ նավակատեղին։ Դրանք պետք է բժիշկներ լինեն, մտածեց նա, ուշադրությունը դարձնելով այն բույսին, որը զննում էր։ Նա շարունակեց իր աշխատանքը, անտարբեր այն շարժման նկատմամբ, որը ձևավորվում էր մի քանի մետր հեռավորության վրա։ Միայն երբ զգաց մի ներկայություն իր հետում, նա շրջվեց։ Եվ նրա աշխարհը կանգ առավ։ Այնտեղ նրանից 2 մետրից պակաս հեռավորության վրա, գրելով ռետինե կոշիկներ, խակի տաբատ կարճած սպիտակ վերնաշապիկ, կանգնած էր Հենրիկ Վարդանյանը։ Նա տարբեր էր թվում, չսափրված մորուքն ավելի արտահայտված էր, մաշկը թեթակի արահարված, մազերը ոչ այնքան անթերի։ Բայց աչքերը նույնն էին, ինտենսիվ, թափանցող, ունակ տեսնելու նրա պաշտպանությունների միջով։ Լիլիթ։ Դա հարց չէր, ոչ էլ բացականչություն։ Դա կարծես նա միշտ իմացել էր, որ կգտնի նրան այնտեղ։ Բժիշկ Վարդանյան։ Նա արագ վեր կացավ, գրեթե ջուրը գցելով իր սարքավորումները։ Ինչ եք անում այստեղ։ Դանդաղ ժպիտ, տարբեր այն ամենից, ինչ նա երբե տեսել էր նրա դեմքին, հայտնվեց։ Առողջապահական ծրագիր առափնյա համայնքներում։ Բայց դուք արդեն պետք է իմանաք դա։ Այո, Արամը հիշատակեց, բայց… Նա գլուխը թափահարեց, անհավատալիորեն։ Բրազիլիայի բոլոր վայրերից, հենց այստեղ։ Ճակատագիրը տարօրինակ հումորի զգացում ունի, չեք կարծում։ Նրա ձայնում ինչ-որ բան կար, թեթություն, մտերմություն, որը նախկինում չկար։ Լիլիթը ավելի ուշադիր դիտեց նրան։ Ոչ միայն արտաքինն էր փոխվել։ Ինչ-որ տարբեր բան կար նրա կեցվածքում, նրա հայացքում, կարծես ֆորմալության վերահսկողության շերտերը մասամբ հեռացվել էին։ Դուք տարբեր եք թվում, վերջապես ասաց նա։ Ես ինձ տարբեր եմ զգում։ Նա մեկ քայլ առաջ արեց, կրճատելով նրանց միջ հեռավորությունը։ Գուցե դա Սանա Լիչն է։ Կամ գուցե դա ընկերակցությունն է։ Լիլիթի սիրտը արագացավ։ Դա կարծես 2 ամսվա հեռավորությունը գոյություն չունեցած լիներ, կարծես նրանց միջ եղած կապը պարզապես քնած լիներ, սպասելով ճիշտ պահին, ավելի մեծ ուժով արթնանալու համար։ Կարծում էի, որ կլինեիք Երանում, ղեկավարելով հիվանդանոցը։ Նա վարանեց, բժիշկ Պետրոսյանի հետ։ Մի ստվեր անցավ նրա դեմքով։ Շատ բան է փոխվել ձեր հեռանալուց հետո, Լիլիթ։ Նախքան նա կկարողանար հարցնել, թե կոնկրետ ինչ էր փոխվել, մի ձայն կանչեց հյուրատան կողքից։ Բժիշկ Վարդանյան։ Մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը սարքավորումների հետ։ Հենրիկը նայեց իր ուսի վրայով, գլխով արեց իր գործընկերոջը։ Պետք է գնամ։ Նա շրջվեց դեպի Լիլիթը։ Բայց այս խոսակցությունն ավարտված չէ։ Նա գլխով արեց, անկարող ձակերպելու համահունչ բառեր։ Ճաշ։ Այսօր երեկոյան։ Կան որոշ բաներ, որոնք պետք է պատմեմ քեզ։ Այո, պատասխանեց նա ավտոմատորեն, կարծես ընտրություն չուներ, կարծես իր կյանքի ամբողջ ուղին իրեն առաջնորդել էր դեպի այս պահը։ Նա նորից ժպտաց, այն ժպիտը, որը կարծես միայն նրա համար էր պահված, հեռացավ, նրան թողնելով այնպիսի սրտի բաբախյունով, որը կարող էր վախեցնել մոտակա ծառերի թռչուններին։ Օրվա մնացած մասում Լիլիթը չկարողացավ կենտրոնանալ։ Նրա ձեռքերը, սովորաբար ամուր նուրբ սարքավորումները բռնելիս, դողում էին։ Նրա միտքը, սովորաբար կենտրոնացած տվյալների գիտական դիտարկումների վրա, թափառում էր դեպի գալիք գիշերը։ Դու այսօր տարօրինակ ես, մեկնաբանեց Մարիանան, հետազոտողներից մեկը, մինչ նրանք նմուշներ էին կազմակերպում փոքրիկ իմպրովիզացված լաբորատորիայում։ Պարզապես հոգնած եմ, ստեց Լիլիթը։ Երեկ լավ չեմ քնել։
Երեկոյան ժամը 7-ին երկար լոգանքից տանջալից հագուստի փոփոխությունից հետո նրա ընտրությունները սահմանափակ էին Սանա լճի շրջակայքում, Լիլիթը գնաց հյուրատան պատշգամբ, որտեղ Հենրիկը առաջարկել էր հանդիպել։ Նա կրում էր երկար, նախշավոր կիսաշրջազգեստ պարզ սպիտակ բլուզ, ամենահարմարը, ինչ կարողացել էր գտնել դաշտային զգեստապահարանում։ Նա արդեն այնտեղ էր, նայելով մայրամուտին, որը երկինքը նարնջագույն կարմիր երանգներով էր ներկում։ Նա մտածմունքների մեջ էր թվում, ձեռքերը տաբատի գրպաններում մտածող արտահայտությամբ։ «Բար», մեղմորեն ասաց նա։ Նա շրջվեց, նորից այն հայացքը, կարծես նա աշխարհում միակ մարդն էր, ով իսկապես կարոր էր։ «Բար»։ Նրա ձայնն ավելի խռպոտ էր, ավելի մտերիմ։ «Դու գեղեցիկ ես»։ Լիլիթը կարմրեց։ Դա ամենալավն է, ինչ կարողացա անել դաշտային ճամպրուկով։ Գեղեցկությանը զարդարանքներ պետք չեն։ Նա առաջարկեց իր ձեռքը։ Գնանք։ Ես թույլտվություն խնդրեցի նավակ օգտագործելու համար։ Ես գիտեմ մի հատուկ վայր։ Նա վարանեց ընդամենը 1 վայրկյան, նախքան առաջարկված ձեռքը ընդունելը։ Ֆիզիկական մոտիկությունը ջերմության ալիքներ ուղարկեց նրա ամբողջ մարմնով։ Մի քանի րոպե անց նրանք փոքրիկ նավակում էին, սահելով արդեն մայրամուտով ոսկեգույն դարձած ջրերով։ Հենրիկը զարմանալի հմտությամբ էր վարում նավակը, առաջնորդելով նրանց նեղ ջրանցքներով լողացող բուսականությամբ։ Կարծես գիտեք, թե ինչ եք անում, մեկնաբանեց Լիլիթը, տպավորված։ Ես մի ամբողջ ամառ անցկացրի այստեղ, երբ ուսանող էի։ Նրա ձայնում կարոտ կար։ Դա իմ կյանքի այն քիչ անգամներից էր, երբ ինձ իսկապես ազատ էի զգում։ Վերջապես, նրանք հասան մի փոքրիկ բացատ, որտեղ սպիտակ սփռոցով լապտերներով իմպրովիզացված սեղան էր դրված։ Դուք ամեն ինչ պլանավորել եք։ Լիլիթն իսկապես զարմացած էր։ Ասենք, որ ես տեղացիների օգնությունն ունեի։ Նա ժպտաց, օգնելով նրան դուրս գալ նավակից։ Եվ նրանք չափազանց բարի են, երբ պարզում են, որ դուք պարզապես մեկ զբոսաշրջիկ չեք։ Ճաշը պարզ էր, բայց համեղ, թարմ ձուկ, պատրաստված սանյան ոճով, ուղեկցվող բանջարեղենով բրնձով։ Մեկ շիշ սպիտակ գինի լրացնում էր ճաշը։ Սկզբում նրանք խոսում էին անվտանգ թեմաների մասին, Լիլիթի նախագիծը, այն համայնքները, որոնց կսպասարկեր Հենրիկը, Սանա լճի հրաշքները։ Բայց կար մի ենթակա լարվածություն, չձակերպված հարցեր, որոնք կախված էին նրանց մեջ։ Լիլիթն էր, ով վերջապես կոտրեց պատնեշը։ Դուք ասացիք, որ շատ բան է փոխվել։ Ինչ կոնկրետ։ Հենրիկը դրեց պատառաքաղը, ուղղակիորեն նայելով նրան։ Լապտերների լույսը հետաքրքիր ստվերներ էր ստեղծում նրա դեմքին, ընդգծելով նրա ծնոտի ուժեղ անկյունները։ Ձեր հեռանալուց հետո ես որոշ բաներ հասկացա։ Նա դադարեց, կարծես զգուշորեն էր ընտրում բառերը։ Իմ կյանքի մասին, այն մասին, թե ով եմ դարձել։ Այն մասին, թե ինչն է իսկապես կարոր։ Եվ ինչ հայտնաբերեցիք։ Որ վերջին 10 տարին ապրել եմ, հետելով ուրիշների կողմից գրված սցենարին։ Իմ հայրը, հիվանդանոցի տնօրենությունը, հասարակության սպասումները։ Նա մի կում գինի խմեց։ Ես դարձա հենց այն, ինչ սպասում էին ինձնից, արդյունավետ, հաշվարկող, հեռավոր։ Իսկ Կամիլան։ Հարցը դուրս թռավ, նախքան նա կկարողանար զսպել այն։ Տխուր ժպիտ դիպավ նրա շուրթերին։ Կամիլան այդ սցենարի մի մասն է։ Կատարյալ զուգընկերուհին, գեղեցիկ, խելացի, ամբիցիոզ։ Մենք նույն աշխարհին ենք պատկանում։ Լիլիթը կրծքավանդակում սեղմում զգաց։ Հասկանում եմ։ Ոչ, դուք չեք հասկանում։ Հենրիկը առաջ թեքվեց, իր ինտենսիվ աչքերը սեռելով նրանին։ Ես բաժանվեցի Կամիլայից այն առավոտյան, երբ ձեզ տեսա այդ բարում։ Լիլիթի սիրտը թռիչք կատարեց։ Ինչու՞։ Որովհետև այդ գիշեր, տեսնելով ձեզ այնտեղ, այդքան իսկական, այդքան տարբեր ձեր շրջապատից, ես հասկացա, որ հոգնել եմ ապրել մի կյանք, որը չէի ընտրել։ Նա ձեռքը մեկնեց սեղանի վրայով, թեթակի դիպչելով նրա մատներին։ Եվ որովհետև չէի կարողանում դադարել մտածել ձեր մասին։ Հպումը կարծես էլեկտրականություն լիներ։ Լիլիթը պետք է հետ քաշվեր, ասեր, որ դա խելագարություն էր, որ նրանք գրեթե չէին ճանաչում միմյանց։ Բայց փոխարենը, նա շրջեց ափը դեպի վեր, միահյուսելով իր մատները նրանին։ Ես նույնպես չէի կարողանում դադարել մտածել ձեր մասին, խոստովանեց նա։ Ես փորձեցի համոզել ինձ, որ դա պարզապես անցողիկ հակում էր, որ Սանա լիճը կստիպեր ինձ մոռանալ։
Բայց նույնիսկ այստեղ, այդքան գեղեցկությամբ շրջապատված, ձեր դեմքը շարունակում էր հայտնվել իմ մտքերում։ Նրանք լուռ նայեցին միմյանց երկար պահ, ձեռքերը միացած սեղանի վրա, շուրջ բոլորը բնության մեղմ ձայնը։ Ինչ ենք անում հիմա, հարցրեց նա վերջապես։ Չգիտեմ։ Նրա ձայնի անկեղծությունը թարմացնող էր։ Գիտեմ միայն, որ 2 ամիս պայքարել եմ այն զգացմունքի դեմ, որը զգում եմ, հոգնել եմ պայքարելուց։ Ես նույնպես։ Ազատագրող էր դա բարձրաձայն ասելը։ Ես 2 շաբաթ ունեմ այստեղ։ Հենրիկը թեթակի սեղմեց նրա մատները։ 2 շաբաթ պարզելու համար, թե արդյոք սա իրական է, թե պարզապես ֆանտազիա։ Իսկ հետո կորոշենք։ Միասին։ Նա վեր կացավ, շրջանցելով սեղանը, մինչ նրա կողքին կանգնեց։ Նա ձեռքը մեկնեց։ Բայց այսօր երեկոյան ես պարզապես ուզում եմ լինել քեզ հետ, ճանաչել քեզ աշխատասենյակի պատերից դուրս։ Լիլիթը ընդունեց առաջարկված ձեռքը, վեր կենալով։ Նրանք մոտ էին հիմա, այնքան մոտ, որ կարող էր զգալ նրա մարմնի ջերմությունը, շնչել նրա օծանելիքը, խառնված Սանա լճի բույրերին։ Կարող եմ, հարցրեց նա, մի ձեռքը մեղմորեն դնելով նրա գոտկատեղին, մյուսը հարգանքով դիպչելով նրա դեմքին։ Այո, շշնջաց նա, փակելով աչքերը։ Համբույրը սկզբում մեղմ էր, գրեթե վարանող, կարծես երկուսն էլ վախենում էին կոտրել հմայքը։ Բայց շուտով այն խորացավ, դառնալով ավելի շտապողական, ավելի ճշմարիտ։ Դա կարծես սպասելու ամբողջ ժամանակը, կուտակված ամբողջ լարվածությունը, վերջապես ազատություն գտներ։ Երբ վերջապես բաժանվեցին, շնչահեղձ ապշած, գիշերն ամբողջովին ընկել էր։ Նրանց վերում Սանա լճի երկինքը ցուցադրում էր աստղերի մի տեսարան, որը նմանը չուներ։ Երբեք նման բան չեմ զգացել, խոստովանեց Հենրիկը, ճակատը դրած նրանին։ Ես էլ։ Լիլիթը ժպտաց, իրեն թեթ զգալով, կարծես մի ծանրություն էր հեռացվել իր ուսերից։ Իսկ հիմա վերադառնում ենք։ Եվ վաղը սկսում ենք պարզել, թե ինչ է դա նշանակում։ Նա նորից համբուրեց նրան, կարճատ։ Մեկ բանը մեկ անգամ։ Ձեռք ձեռքի տված, նրանք վերադարձան նավակ։ Հյուրատուն վերադառնալը լուռ էր, բայց ոչ անհարմար։ Դա 2 մարդու լռությունն էր, ովքեր վերջապես գտել էին Սանա լճի ընդարձակության մեջ մի բան, որը նույնիսկ չգիտեին, որ փնտրում էին։ Սանա լճում անցկացրած 2 շաբաթը երազի պես էր, իրականությունից դուրս կախարդական ընդմիջում։ Ցերեկը Լիլիթը շարունակում էր իր հետազոտական աշխատանքը, նմուշներ հավաքելով, տեսակներ կատալոգացնելով, մինչ Հենրիկը ղեկավարում էր բժշկական արշավախմբերը դեպի առափնյա համայնքներ։ Գիշերները նրանք հանդիպում էին ճաշելու, զրուցելու, միմյանց բացահայտելու Սանա լճի աստղազարդ երկնքի տակ։ Երբեք չէի պատկերացնի, որ էլիտար էնդոկրինոլոգը այդքան բան կիմանա համաստեղությունների մասին, մեկնաբանեց Լիլիթը երրորդ գիշերը, նրա կողքին փայտյա տախտակամածի վրա պառկած, դիտելով երկինքը։ Կան շատ բաներ, որ դու դեռ չգիտես իմ մասին։ Հենրիկը ժպտաց, բռնելով նրա ձեռքը։ Իմ պապը սիրողական աստղագետ էր։ Մենք ժամեր էինք անցկացնում Ծաղկաձորում գտնվող նրա տան տանիքին, աստղեր նույնացնելով։ Ավելին պատմիր։ Նա շրջվեց, նայելու նրան, հիացած ամեն նոր շերտով, որը բացահայտում էր։ Նա էր առաջին մարդը, ով ինձ ցույց տվեց, որ կյանքում ավելին կա, քան այն բժշկական կարիերան, որը հայրս պլանավորում էր ինձ համար։ Ասում էր, որ աստղերը մեզ սովորեցնում են խոնարհություն։ Մենք պարզապես տիեզերական փոշի ենք, փորձելով իմաստ գտնել տիեզերքում։ Նա իմաստուն մարդ պետք է լիներ։ Այո։ Հենրիկի ձայնը մեղմացավ։ Երբ նա մահացավ, ինչ-որ բան իմ մեջ փակվեց։ Ես ընկղմվեցի ուսումնառության կարիերայի մեջ, կարծես կարող էի լրացնել նրա թողած դատարկությունը կոչումներով, ձեռքբերումներով։ Լիլիթը սեղմեց նրա ձեռքը։ Եվ հաջողվեց։ Դու գիտես պատասխանը։ Նա ինտենսիվ նայեց նրան։ Մինչ քեզ հանդիպելը, նույնիսկ չէի էլ հասկանում, թե որքան դատարկ էի։ Մի այլ գիշեր, Սանա լճի ջրանցքներով նավակով զբոսնելիս, Լիլիթը պատմեց իր մանկության մասին Դիլիջանում, այն մասին, թե ինչպես էր տատիկը միայնակ դաստիարակել իրեն ծնողների հեռանալուց հետո, այն մասին, թե ինչպես էր բնության մեջ գտել ապաստան կոչում։ Իմ տատիկն ասում էր, որ ես նման եմ այն սերմերին, որոնք նա տնկում էր, փոքր, բայց բավարար ուժով, հողը ճեղքելու արը գտնելու համար։ Նա ժպտաց, հիշելով։ Նա էր ինձ սովորեցրել դիտել բնական աշխարհը, հարգել կյանքի ամեն ձ։
Նա պետք է շատ հպարտ լինի ձեզնով։ Հուսով եմ, որ այո։ Լիլիթը նայեց հանգիստ ջրերին։ Նա մահացավ համալսարան ընդունվելուց անմիջապես առաջ։ Երբեմն ես դեռ խոսում եմ նրա հետ մտքերով, պատմելով իմ հայտնագործությունների մասին։ Ինչ կասեր նա իմ մասին, հարցրեց Հենրիկը, կիսակատակով, կիսալուրջ։ Լիլիթը մի պահ ուսումնասիրեց նրան։ Նա կասեր, որ դուք ազնիվ աչքեր ունեք, բայց շատ բեռներ եք կրում ձեր ուսերին։ Եվ կզգուշացներ ինձ զգույշ լինել, որովհետև վիրավոր սրտերին ժամանակ է պետք լիովին ապաքինվելու համար։ Պատասխանի անկեղծությունը զարմացրեց նրան։ Ձեր տատիկը շատ իմաստուն կին կլիներ։ Այո։ Լիլիթը մեղմորեն դիպչեց նրա դեմքին։ Եվ նա կասեր, որ երբեմն քաջության ամենամեծ արարքը սիրուն հնարավորություն տալն է, նույնիսկ երբ դա անհնար է թվում։ Ամեն խոսակցություն, ամեն խոստովանություն, ամեն հպում նրանց ավելի էր մոտեցնում։ Նրանց միջ աճող մտերմություն կար, ոչ միայն ֆիզիկական, այլ էմոցիոնալ, կարծես, այդ ժամանակից տարածությունից դուրս գտնվող վայրում, նրանք կարող էին լինել իրենց ավելի ճշմարիտ տարբերակներ։ 10-րդ օրը, արադարձային փոթորիկից հետո, որը նրանց ստիպեց մնալ հյուրատանը, Հենրիկը Լիլիթին տարավ անտառի մի փոքրիկ բացատ։ Անձրը դադարել էր, օդը թողնելով խոնավ մաքուր։ Մայրամուտի արը թափանցում էր ծառերի միջով, ոսկեգույն նախշեր ստեղծելով հողի վրա։ Ուզում եմ ձեզ ինչ-որ բան ցույց տալ, ասաց նա, մեղմորեն առաջնորդելով նրան։ Բացատի կենտրոնում ծաղկում էր հազվագյուտ խոլորձ, նուրբ, մարգարտյա սպիտակ, մանուշակագույն կետերով։ Դա Քեթլիը Վալքերիան է, բացատրեց Հենրիկը։ Ես այն գտա 3 արշավախմբի ժամանակ հիշեցի, որ դուք նշել էիք, որ դա ձեր սիրելի խոլորձն է։ Լիլիթը ծնկի իջավ ծաղկի կողքին, հուզված։ Այն կատարյալ է։ Ինչպես դու։ Հենրիկը միացավ նրան խոնավ հողի վրա, չմտածելով իր տաբատը կեղտոտող ցեխի մասին։ Լիլիթ, գիտեմ, որ դա կարող է խելագարություն թվալ։ Մենք քիչ ժամանակ է, ինչ ծանոթ ենք, ոչ սովորական հանգամանքներում։ Բայց երբեք այդքան վստահ չեմ եղել որևէ բանի մեջ, որքան այն բանում, որ ուզում եմ լինել քեզ հետ։ Նա բռնեց նրա ձեռքերը իրենում։ Ոչ միայն այստեղ, այս փակագծերում, իրականությունից դուրս, այլ իրական կյանքում։ Երանում, աշխատասենյակում, ձեր հանրակացարանում, ուր էլ որ լինի։ Լիլիթի սիրտը արագացավ։ Համոզվա՞ծ եք։ Ձեր կյանքը այնքան տարբեր է իմից։ Ես պարզապես գյուղացի ուսանողուհի եմ, առանց փողի, առանց կապերի։ Դուք արտասովոր եք։ Հենրիկը հարգանքով դիպչեց նրա դեմքին։ Եվ ինձ չի հետաքրքրում փողը կամ կապերը։ Ես բավականաչափ ունեմ դրանից մի ամբողջ կյանքի համար, ոչինչ ինձ չի բերել այն խաղաղությունը, որը զգում եմ, երբ քեզ հետ եմ։ Արցունքներ հավաքվեցին նրա աչքերում։ Ես վախենում եմ, Հենրիկ։ Վախենում եմ բավարար չլինելուց, որ սա պարզապես ֆանտազիա է, որը կփլուզվի, երբ վերադառնանք իրական աշխարհ։ Ես էլ եմ վախենում։ Նրա անկեղծությունը զինաթափող էր։ Վախենում եմ կորցնել քեզ, նորից դառնալ այն դատարկ մարդը, որը նախկինում էի։ Բայց ես պատրաստ եմ դիմակայել այդ վախին, եթե դուք իմ կողքին լինեք։ Այդ գիշեր, Սանա լճի աստղազարդ երկնքի տակ, նրանք առաջին անգամ սիրեցին միմյանց։ Լիլիթի համար, ով երբեք ոչ ոքի չէր տրվել, դա բացահայտման վստահության փորձ էր։ Հենրիկի համար, ով սովոր էր մակերեսային հարաբերություններին, դա կարծես նորից սիրել սովորել։ Սկզբնական ցնցումին։ Մեր համաձայնությունը հստակ էր։ Առանց բարդությունների։ Առանց նա անորոշորեն ժեստ արեց նրա ուղղությամբ, սրա։ Դուք կարծում եք, որ ես սա ծրագրել եմ։ Զայրույթի արցունքներ սկսեցին ձավորվել Իզաբելայի աչքերում։ Որ ես դիտավորյալ հղիացա, որպեսզի ինչ, ձեզ մանիպուլյացիայի ենթարկեմ։ Ձեզ պահեմ։ Պայմանագրին։ Դա առաջին անգամը չէր, որ ինչ-որ մեկը փորձում է, սառը պատասխանեց նա, աչքերը հիմա հեռու Իզաբելայի ճանաչած Ռաֆայելին փոխարինել էր հաշվենկատ մարդը, ում աշխարհը վախենում էր։ Իզաբելան նահանջեց, կարծես հարված էր ստացել։ Ուրեմն այսպես։ Ի վերջո, ամեն ինչ հանգում է անիծյալ պայմանագրին։ Ես ձեզ համար ընդամենը գործարք եմ։ Մի ներդրում, որը սխալվեց։ Իզաբելա։ Ոչ։ Նա բարձրացրեց ձեռքը, ընդհատելով նրան։ Դուք ձեր դիրքորոշումը շատ հստակ դրեցիք։
Դուք չեք ուզում այս երեխային, չեք վստահում ինձ, ակնհայտորեն երբեք չեք վստահել։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեր միջ, ինչ էր։ Հարմարավետ բոնուս այն փաթեթում, որը դուք գնել եք։ Դուք անտրամաբանական եք, ասաց նա, ձայնը զսպված, կարծես երեխայի հետ էր խոսում։ Մենք պետք է տրամաբանորեն մտածենք այս մասին։ Ոչ, Ռաֆայել։ Դուք տրամաբանորեն մտածեք։ Հաշվեք, վերլուծեք, դրեք ձեր ծախս օգուտ աղյուսակում։ Նա քայլեց դեպի տերասի դուռը, կանգ առնելով միայն վերջին հայացքի համար։ Ես վաղը կհեռանամ։ Մի անհանգստացեք ձեր թանկարժեք պայմանագրի համար։ Ես այն համարում եմ խզված։ Նախքան նա կկարողանար պատասխանել, Իզաբելան ներս մտավ, թողնելով նրան մենակ տերասում, երկինքն այժմ արագ մթնում էր, առաջին աստղերը հայտնվում էին, լուռ վկաներ այն բանի, թե ինչպես էր ամեն ինչ փլուզվել րոպեների ընթացքում։ Իզաբելան գիշերն անցկացրեց միայն ամենակարևոր իրերը փաթեթավորելով, իր հին կյանքից բերած հագուստները, գրքերը, անձնական փաստաթղթերը։ Հետում թողեց բոլոր զարդերը, դիզայներական հագուստները, նվերները, որոնք Ռաֆայելը նրան տվել էր։ Ամուսնական մատանին վերջին բանն էր, որ նա հանեց, զգուշորեն դնելով այն իր հին սենյակի կոմոդի վրա։ Ռաֆայելը չփորձեց կանգնեցնել նրան։ Ամբողջ գիշեր փակվեց իր աշխատասենյակում, շիշից ուիսկի խմելով, մինչ նայում էր լուսավորված քաղաքին պատուհաններից։ Երբ արը ծագեց, նա դեռ այնտեղ էր, անշարժ, կարմրած աչքերը հառած հորիզոնին, որն աստիճանաբար գունավորվում էր։ Երբ նա վերջապես դուրս եկավ, Իզաբելան արդեն հեռացել էր։ Տիկին Զելման խոհանոցից նրան նայեց հիասթափության տխրության խառնուրդով, որը ստիպեց նրան շեղել հայացքը, չկարողանալով դիմակայել լուռ դատապարտմանը։ Նա սա ձեզ համար թողեց, ասաց տնային տնտեսուհին, մեկնելով սպիտակ ծրարը։ Ներսում կար միայն պայմանագրի պատճենը, կիսով չափ պատրված, մի պարզ գրառում։ Դուք մի բանում ճիշտ էիք, բարդությունները համաձայնագրում չկային։ Ցտեսություն, Ռաֆայել։ Շաբաթներ շարունակ Ռաֆայելը խորասուզվեց աշխատանքի մեջ մի ինտենսիվությամբ, որը տագնապեց նույնիսկ նրա ամենամոտ գործընկերներին։ Անվերջ հանդիպումներ, նոր ձեռքբերումներ, միջազգային ուղղություններ, ամեն ինչ, որպեսզի միտքը զբաղված մնա, որպեսզի չմտածի իրեն սպասող դատարկ տան մասին, այն խլացուցիչ լռության մասին, որը փոխարինել էր Իզաբելայի նուրբ ներկայությանը։ Իր կնոջ գտնվելու վայրի մասին անխուսափելի հարցերին պատասխանում էր խնամքով մշակված պատմությամբ։ Նա Եվրոպայում էր, այցելում էր համալսարաններ հնարավոր դոկտորականի համար։ Մամուլը ի վերջո կորցրեց հետաքրքրությունը, շեղվելով նոր սկանդալներով, հայտնիների նոր սիրավեպերով։ Բայց մենակ գիշերներին, երբ այլս աշխատանք չկար շեղելու համար, երբ ուիսկին այլս չէր թմրեցնում նրա մտքերը, Ռաֆայելը թույլ էր տալիս իրեն հիշել։ Իզաբելայի զսպված ժպիտը, նրա ձեռքերի նուրբ հպումը, այնպես, ինչպես նրա աչքերը փայլում էին, երբ նա խոսում էր իր երազանքների մասին։ Եվ ավելի ու ավելի հաճախ, նա մտածում էր երեխայի, իր որդու կամ դստեր մասին, որը մեծանում էր նրա ներսում, նրանից հեռու, առանց նրա իմացության կամ պաշտպանության։ Մարկոսն էր, ով վերջապես դիմակայեց իրավիճակին, երբ Ռաֆայելը գրեթե ուշագնաց եղավ հոգնածությունից բաժնետերերի համար շնորհանդեսի ժամանակ։ Ինչ է քեզ հետ կատարվում, հարցրեց ընկերը, ստիպելով նրան նստել գրասենյակի բազմոցին բոլորի հեռանալուց հետո։ Որտեղ է իրականում Իզաբելան։ Ռաֆայելը երկար նայեց ընկերոջը, նախքան վերջապես թույլ տվեց, որ ճակատը փլուզվի։ Նա հեռացավ։ Ես նրան հեռացրի։ Հաջորդ րոպեներին նա պատմեց ամեն ինչ, հարաբերությունների զարգացումը պայմանագրից դուրս, հղիությունը, իր իմպուլսիվ մեղադրանքները, նրա հեռանալը։ Դուք նրան մեղադրեցիք դիտավորյալ հղիանալու մեջ, անհավատորեն հարցրեց Մարկոսը։ Նույն կինը, ով հրաժարվեց ընդունել ձեր առաջարկած զարդերը։ Ով ամսական աշխատավարձի կեսը առանց աղմուկի նվիրաբերեց բարեգործական կազմակերպություններին։ Ով պնդեց պահել անկախ թարգմանչի աշխատանքը, իր սեփական գումարն ունենալու համար։ Յուրաքանչյուր հարց դանակի պես էր, բացահայտելով նրա կասկածների անտրամաբանականությունը, նրա արձագանքի անհեթեթությունը։ Ես հիմարի պես վարվեցի, խռպոտ ձայնով խոստովանեց Ռաֆայելը։ Դա բնազդային էր։ Երբ Վանեսան ինձ ասաց, որ հղի է 2 տարի առաջ։ Եվ հետո մենք պարզեցինք, որ դա սուտ էր, այն խարդախության մի մասը, որը նա փորձել էր կատարել, ավարտեց Մարկոսը։ Բայց Իզաբելան Վանեսան չէ։ Դուք դա գիտեք։ Հիմա գիտեմ։ Ռաֆայելը ձեռքերը անցկացրեց իր հոգնած դեմքով։ Բայց արդեն ուշ է։ Որտեղ է նա։ Չգիտեմ։
Նա պարզապես անհետացավ։ Մարկոսը երկար դիտեց ընկերոջը։ Դուք սիրում եք նրան, չէ՞։ Հարցը կախված էր օդում, պահանջելով մի անկեղծություն, որը Ռաֆայելը շաբաթներ շարունակ ժխտում էր իրեն։ Այո, պատասխանեց նա վերջապես, բառն այնքան պարզ, այնքան կործանարար իր ճշմարտությամբ։ Սիրում եմ։ Ապա գտեք նրան, պարզապես ասաց Մարկոսը։ Ներողություն խնդրեք։ Աղերսեք, եթե անհրաժեշտ է։ Նա երբեք ինձ չի ների։ Հավանաբար ոչ, ընկերը համաձայնեց դաժան անկեղծությամբ։ Բայց դուք պարտք եք դա նրան։ Եվ ձեր որդուն։ Այդ զրույցը նշանավորեց Ռաֆայելի համար երկակի ճանապարհորդության սկիզբը, Իզաբելային որոնելը, միաժամանակ իրեն որոնելը։ Նա վարձեց մասնավոր հետախույզներ, բայց հանձնարարեց նրանց միայն գտնել նրան, առանց միջամտելու նրա կյանքին։ Մինույն ժամանակ առաջին անգամ նա դիմեց մասնագիտական օգնության Մարկոսի կողմից առաջարկված հոգեբանի, ով մասնագիտացած էր տրավմաների հարաբերությունների մեջ։ Նիստերը ցավոտ էին։ Ռաֆայելը ստիպված էր դիմակայել ճշմարտություններին, որոնք նա թաղել էր տարիներով։ Մանկության տարիներին մոր կողմից լքվելը, ով թողել էր ընտանիքը մեկ այլ տղամարդու համար, երբ նա ընդամենը 8 տարեկան էր։ Հոր իրեն մեծացրած տատի ողբերգական կորուստը։ Վանեսայի դավաճանությունը, ով սեր էր ծածրել միայն ավելի ուշ շորթելու համար։ Անվստահության վերահսկողության օրինաչափություններ, որոնք ձավորել էին նրա աշխարհայացքն ու հարաբերությունները։ Դուք կայսրություն կառուցեցիք, որպեսզի այլս երբեք խոցելի չզգաք, դիտարկեց դոկտոր Պողոսյանը հատկապես ինտենսիվ նիստի ժամանակ։ Բայց դուք ձեզ մեկուսացրեցիք դրա ներսում։ Իզաբելան մուտք գտավ։ Սիրավեպ։ Յուրաքանչյուր բառ դաշույնի պես էր։ Իսկ Հենրիկը։ Ինչ ասաց նա։ Դանան նորից վարանեց։ Նա անհասանելի է։ Ինչքան գիտեմ, նա հանդիպումներ ունի էթիկայի խորհրդի, հիվանդանոցի տնօրենության, փաստաբանների հետ։ Նա մի քանի անգամ փորձել է զանգահարել ձեզ, բայց քանի որ դուք սանալ լճում էիք, առանց կապի։ Պետք է տեսնեմ նրան։ Լիլիթը սրբեց արցունքները, զգալով աճող վճռականություն։ Պետք է խոսեմ նրա հետ։ Նա սա թողել է ձեզ համար։ Դանան նրան ծրար տվեց։ Խնդրեց ձեզ տալ, հենց որ ժամանեք։ Դողացող ձեռքերով Լիլիթը բացեց ծրարը։ Ներսում Հենրիկի ձեռագիր նամակն էր, գրված նրբագեղ ձեռագրով։ Իմ Լիլիթ, երբ դու կարդաս այս նամակը, արդեն կիմանաս այն սկանդալի մասին, որը մեզ սպասում էր Երանում։ Ես խորապես ափսոսում եմ, որ մեր պատմությունը, այդքան մաքուր ճշմարիտ, աղավաղվել բացահայտվել է այս կերպ։ Ներկայումս ես փոթորկի աչքի մեջ եմ։ Բժշկական էթիկայի խորհուրդը, իմ հոր ազդեցությամբ, սպառնում է զրկել ինձ լիցենզիայից։ Հիվանդանոցի տնօրենությունը բացատրություններ է պահանջում։ Մամուլը ինձ հանգիստ չի տալիս։ Ես պետք է լուծեմ սա, նախքան մենք կկարողանանք հանդիպել։ Որքան էլ իմ սիրտը կարոտում է քեզ, ես չեմ կարող քեզ ենթարկել այս մեդիա կրկեսին։ Դու արժանի չես, որ լրագրողները քեզ հետապնդեն, որ քո անձնական կյանքը մանրամասնորեն ուսումնասիրվի, քո հեղինակությունը պղծվի։ Խնդրում եմ, հասկացիր, որ իմ զգացմունքները չեն փոխվել։ Այն, ինչ մենք ապրեցինք սանալ լճում, իրական էր, ամենաիրականը, ինչ երբեք զգացել եմ։ Բայց ինձ ժամանակ է պետք իմ անունը մաքրելու համար, իմ հորը նրա ներկայացրած իշխանության բոլոր կառույցներին դիմակայելու համար։ Ես խոստանում եմ, որ կվերադառնամ քեզ մոտ, հենց որ դա անվտանգ լինի։ Հենց որ կարողանամ առաջարկել ոչ միայն իմ սերը, այլ այն պաշտպանությունը, որին դու արժանի ես։ Հավերժ քոնը, Հենրիկ բառերը մշուշվեցին, մինչ արցունքները ազատորեն թափվում էին։ Լիլիթը զգաց, կարծես հողը քաշվել էր իր ոտքերի տակից։ Այն ամենը, ինչ նրանք պլանավորել, երազել, կիսվել էին, հիմա հեռու, անհնար էր թվում։ Լավ ես, հարցրեց Դանան, մտահոգված։ Ոչ։ Լիլիթը զգուշորեն ծալեց նամակը, դնելով պայուսակի մեջ։ Բայց լավ կլինեմ։ Հանրակացարան հասնելիս իրավիճակի իրականությունն ավելի պարզ դարձավ։ Լրագրողների փոքր բազմություն էր սպասում շենքի դիմաց։ Ինչպես են իմացել, թե որտեղ եմ ապրում, շնջաց Լիլիթը, գլուխը կախելով, մինչ Դանան արագորեն ներս էր առաջնորդում նրան։ Նրանք գիշանգղների պես են։ Դանան զայրացած փակեց դուռը։ Մի անհանգստացիր, աղջիկներս ես հերթով պահել ենք նրանց հեռու։ Փոքրիկ բնակարանի ներսում մյուս ընկերուհիները նրան դիմավորեցին գրկախառնություններով աջակցող խոսքերով։
Հեռուստացույցը միացված էր, Լիլիթը սառեց, տեսնելով իր սեփական դեմքը էկրանին, Սանա լճում հետազոտության ժամանակ արված լուսանկարը, մեծացված Հենրիկի լուսանկարի կողքին, բարեգործական միջոցառման ժամանակ։ Այն դեպքը, որը ցնցում է Երանի բժշկական էլիտային, ասում էր լրագրողը։ Բժիշկ Հենրիկ Վարդանյանը, Վարդանյանների հիվանդանոցային կայսրության ժառանգորդը, ներգրավված է ուսանողուհի հիվանդի հետ։ Վարդանյանների ընտանիքը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել, բայց մոտ աղբյուրները նշում են, որ պատրիարքը, բժիշկ Ալբերտ Վարդանյանը, կատաղած է սկանդալից, որը կարող է ազդել հիվանդանոցային խմբի բաժնետոմսերի վրա։ Դանան արագ անջատեց հեռուստացույցը։ Մի դիտիր դա։ Դա թունավոր է։ Լիլիթը նստեց, իրեն ֆիզիկապես հիվանդ զգալով։ Ինչպես ամեն ինչ այդքան արագ փլուզվեց։ Սանա լճում դա այնքան պարզ էր թվում, այնքան ճիշտ։ Սանա լիճը Երանը չէ։ Դանան նստեց նրա կողքին։ Այստեղ ամեն ինչ ավելի բարդ է, ավելի կեղտոտ, ավելի քաղաքական։ Պետք է խոսեմ նրա հետ։ Լիլիթը վերցրեց հեռախոսը։ Ես չեմ կարող պարզապես ընդունել այս հարկադիր բաժանումը։ Լարի։ Դանան վարանեց։ Գուցե ավելի լավ է ժամանակ տալ։ Թողնել, որ ամեն ինչ հանդարտվի։ Ոչ։ Լիլիթի ձայնի վճռականությունը զարմացրեց նույնիսկ իրեն։ Ես թույլ չեմ տա, որ մարդիկ, ովքեր մեզ չեն էլ ճանաչում, որոշեն մեր ապագան։ Ես չեմ թաքնվի, կարծես ինչ-որ սխալ բան ենք արել։ Նա հավաքեց Հենրիկի համարը, բայց այն անմիջապես անցավ ձայնային փոստին։ Նա նորից փորձեց, մեկ անգամ։ Ոչինչ։ Նա պետք է անջատած լինի հեռախոսը, մեկնաբանեց Դանան։ Կամ փոխել է համարը լրագրողների պատճառով։ Լիլիթը մի պահ մտածեց։ Հիվանդանոցը։ Նա դեռ պետք է այնտեղ աշխատի։ Դու չես մտածում այնտեղ գնալու մասին, չէ՞։ Դանան անհանգիստ էր թվում։ Լարի, լրագրողներ կան ամենուր։ Ինձ չի հետաքրքրում։ Լիլիթն արդեն վերցնում էր իր պայուսակը։ Պետք է տեսնեմ նրան։ Պետք է նրա աչքերին նայեմ, լսեմ, թե իրականում ինչ է կատարվում։ Ապա ես կգամ քեզ հետ։ Դանան հառաչեց, վերցնելով մեքենայի բանալիները։ Գոնե կարող եմ փորձել կանխել, որ քեզ կենդանի կերպով չուտեն այդ գիշանգղները։ Էրեբունի բժշկական կենտրոնը վեհաշուկ ժամանակակից բարձրանում էր որպես ապակուց պողպատից ամրոց կենտրոն թաղամասի սրտում։ Դանան կայանեց մի քանի թաղամաս հեռու, նրանք արագ քայլեցին, Լիլիթը գլխարկով մուգ ակնոցներով, քողարկվելու պարզունակ փորձով։ Ընդունարանը մարդաշատ էր, հիվանդներն ու մասնագետները արագ տեմպերով մտնում դուրս էին գալիս։ Լիլիթը մոտեցավ տեղեկատվական կետին։ Բարի օր։ Կցանկանայի խոսել բժիշկ Հենրիկ Վարդանյանի հետ, խնդրում եմ։ Ընդունարանի աշխատակցուհին կասկածանքով նայեց նրան։ Բժիշկ Վարդանյանն այսօր չի ընդունում։ Կարող եմ ձեզ համար հանդիպում նշանակել հաջորդ շաբաթվա համար, եթե շտապ է։ Դա խորհրդատվություն չէ։ Դա անձնական հարց է։ Լիլիթը խորը շունչ քաշեց։ Իմ անունը Լիլիթ Լիմա է։ Ընդունարանի աշխատակցուհու աչքերում անմիջական ճանաչումը հաջորդեց խուճապի արտահայտությամբ։ Մի պահ, խնդրում եմ։ Նա արագ վեր կացավ, անհետացավ կողքի դռնով։ Սա լավ չի թվում, մրմնջաց Դանան։ Մի քանի րոպե անց մի էլեգանտ կին, անթերի կոստյումով, մոտեցավ։ Օրիորդ Լիմա։ Ես Ռենատա Ղազարյանն եմ, Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի քարտուղարը։ Կարող եք ինձ ուղեկցել, խնդրում եմ։ Առանց պատասխանի սպասելու, նա Լիլիթին Դանային առաջնորդեց կողքի միջանցքով, հեռու ընդունարանի հետաքրքրասեր հայացքներից։ Նրանք մտան փոքրիկ, դատարկ հանդիպումների սենյակ։ Բժիշկ Վարդանյանն այսօր հիվանդանոցում չէ, տեղեկացրեց Ռենատան չեզոք ձայնով։ Եվ, անկեղծ ասած, ձեր ներկայությունն այստեղ խոհեմ չէ, հաշվի առնելով հանգամանքները։ Ես պարզապես ուզում եմ խոսել նրա հետ, պնդեց Լիլիթը։ Դա իմ իրավունքն է։ Ես հասկանում եմ ձեր ոգորությունը։ Ռենատայի հովանավորական տոնը ստիպեց Լիլիթի արյունը եռալ։ Բայց այստեղ լուրջ հարցեր են խաղի մեջ։ Հարգված բժշկի հեղինակությունը, դարավոր հաստատության վստահելիությունը։ Իսկ մեր հարաբերությունները։ Դա հաշվի չի առնվում։ Սառը ժպիտ դիպավ Ռենատայի շուրթերին։ Օրիորդ Լիմա, եկեք իրատես լինենք։
Այն, ինչ տեղի ունեցավ Սանա լճում, իրականությունից դուրս մի պահ էր։ Բժիշկ Վարդանյանը պատասխանատվություններ ունի, փայլուն կարիերա, սոցիալական դիրք պահպանելու համար։ Դուք ոչինչ չգիտեք մեր մասին, հակադարձեց։ Ասելու նա շրջվեց, հեռանալու նախընտրելով դիմակայել անձրին, քան մնալ նրա հետ նույն միջավայրում։ Իզաբելա, սպասիր, կանչեց Ռաֆայելը, թողնելով իր ձեռքի գրքերը վազելով դեպի դուռը։ Խնդրում եմ։ Նա կանգ առավ մայթին, անձրն արդեն թրջում էր նրա ազատ զգեստը, որը նախատեսված էր 7-ամսյա որովայնը տեղավորելու համար։ Նա չշրջվեց։ Ինչ եք անում այստեղ, նրա ձայնը զսպված էր, բայց Ռաֆայելը կարող էր նկատել տակից եկող դողը։ Ես պետք է ձեզ տեսնեի, պատասխանեց նա հեռավորություն պահելով, գիտակցելով հետաքրքրասեր հայացքները, որոնք արդեն սկսում էին ուղղվել դեպի նրանք։ Մենք պետք է խոսենք։ Մենք խոսելու բան չունենք։ Նա վերջապես շրջվեց, դեմքը ստիպողաբար հանգիստ էր։ Դուք ձեր դիրքորոշումը շատ հստակ դրեցիք այդ գիշեր։ Ես սխալվեցի, պարզապես ասաց Ռաֆայելը, անձրն այժմ թրջում էր նրա դեմքը, խառնվելով արցունքներին, որոնք նա նույնիսկ չէր նկատել, որ սկսել էր թափել։ Ես վախեցած էի, շփոթված, արձագանքեցի հնարավոր ամենավատ ձով։ Իմ ասացի, իմ արարքի համար արդարացում չկա։ Իզաբելան երկար դիտեց նրան, անընթեռնելի արտահայտությամբ։ Դուք եք, չէ՞։ Անանուն բարերարը, ով նվիրատվություններ է արել քաղաքին։ Ռիկարդո Մոնտեյրո։ Նա անհոգ ծիծաղեց։ Պետք է ճանաչեի ձեր ոճը, խնդիրները փողով լուծելը։ Մեկնաբանությունը ցավեցրեց, բայց Ռաֆայելը գիտեր, որ ավելի վատին էր արժանի։ Ես չեմ փորձում գնել ձեր ներումը, Իզաբելա։ Ես փորձում եմ ցույց տալ, որ կարող եմ լինել այս աշխարհի մի մասը։ Որ կարող եմ փոխվել։ Դուք կարծում եք, որ մի քանի շաբաթվա բարեգործությունը ջնջում է այն, ինչ արել եք։ Ինչ ասել եք։ Նրա ձայնը վերջապես կոտրվեց։ Դուք կասկածի տակ դրեցիք իմ ամբողջականությունը, Ռաֆայել։ Իմ բնավորությունը։ Այն ամենից հետո, ինչ մենք ապրեցինք։ Գիտեմ, որ չեմ արժանի ձեր ներմանը, ասաց նա, վարանող քայլ անելով դեպի նա։ Ես չեմ խնդրում վերադառնալ իմ կյանք։ Ես պարզապես ուզում եմ հնարավորություն ունենալ ներկա լինել մեր որդու կյանքում։ Լինել ներկա հայր, նույնիսկ եթե հեռվից։ Նա վարանեց։ Եվ գուցե ժամանակի ընթացքում դուք գոնե չկարողանաք ատել ինձ։ Նրա խոսքերի խոցելիությունը, այնքան տարբեր այն վերահսկող սառը մարդուց, ում նա ճանաչել էր սկզբում, ինչ-որ բան փոխեց Իզաբելայի արտահայտության մեջ։ Ես ձեզ չեմ ատում, Ռաֆայել, ասաց նա վերջապես, ձայնը թեթակի մեղմացնելով։ Պարզապես չեմ վստահում ձեզ։ Եվ չգիտեմ, թե արդյոք երբե նորից կվստահեմ։ Նախքան նա կկարողանար պատասխանել, հանկարծակի կծկումը ստիպեց Իզաբելային թեթակի կրանալ, հենվելով մոտակա պատին։ Ինչ եղավ։ Ամեն ինչ լավ է։ Տագնապած հարցրեց Ռաֆայելը, բնազդաբար մոտենալով օգնելու նրան։ Ես լավ եմ, պատասխանեց նա, խորը շունչ քաշելով։ Պարզապես Բրեքսթոն Հիքսի կծկում։ Նորմալ է այս փուլում։ Այնուամենայնիվ, նրա դեմքի անկեղծ անհանգստությունը ավելի շատ էր ազդում նրա վրա, քան կցանկանար խոստովանել։ Անձրն այժմ ավելի ուժեղ էր գալիս, Իզաբելան դողաց սառը քամուց, որն ուղեկցում էր փոթորիկին։ Դուք պետք է դուրս գաք այս անձրից, ասաց Ռաֆայելը, անհանգիստ տոնով։ Թույլ տվեք գոնե ձեզ տուն տանեմ։ Նա վարանեց, բաժանված վիրավորված հպարտության ողջախոհության միջ։ Վերջապես, նա գլխով արեց։ Միայն տուն։ Եվ հետո, մենք պետք է լրջորեն խոսենք սահմանների սպասումների մասին։ Իզաբելայի վարձակալած փոքրիկ տուն տանող ճանապարհը անցավ լարված լռության մեջ։ Երբ նրանք հասան, Ռաֆայելը հարգալից մնաց դրսում, մինչ նա չորանում էր հագուստ փոխում։ Միայն երբ հրավիրվեց, նա վարանելով մտավ համեստ, բայց հարմարավետ սենյակը, որն այնքան տարբեր էր այն շքեղ բնակարանից, որը նրանք կիսել էին Երանում, բայց որը ինչ-որ կերպ շատ ավելի էր արտացոլում Իզաբելայի իրական էությունը։ Գրքեր, դրված պարզ դարակներին, բույսեր, գունավոր ծաղկամաններում, հյուրասենյակի մաշված բազմոցին դրված հելյունագործ ծածկոց։ Սենյակի անկյունում արդեն հավաքված էր փայտե մահճակալ, վրան կախված ձեռագործ թռչունների շարժական խաղալիքով։ Տեսարանը ստիպեց Ռաֆայելի սրտին սեղմվել, պատրաստություններ մի ժամանման համար, որը նա գրեթե ամբողջությամբ բաց էր թողել։ Իզաբելան վերադարձավ սենյակ, այժմ հագած չոր հարմարավետ հագուստ։
Նա նստեց բազկաթոռին, Ռաֆայելին ցույց տալով բազմոցը։ Առաջին անգամ նա նկատեց, թե որքան էր փոխվել նա, ոչ միայն ակնհայտ հղիությունից, այլ ներքին որակից, մի անդորից, որը նախկինում չկար։ Ինչպե՞ս են ձեր ծնողները, հարցրեց Ռաֆայելը ինչ-որ պահի, անկեղծորեն հետաքրքրված։ Լավ են, ժպտաց Իզաբելլան։ Հայրիկը դրական է արձագանքում բուժմանը։ Նրանք կգան, երբ երեխան ծնվի։ Նրանք գիտեն իմ մասին։ Գիտեն, որ դուք հայրն եք, այո։ Նա վարանեց։ Ես նրանց ճշմարտությունը պատմեցի երանից հեռանալուց հետո։ Պայմանագրի մասին, ամեն ինչի մասին։ Ռաֆայելը գլխով արեց, կլանելով տեղեկատվությունը։ Նրանք պետք է ինձ ատեն։ Զարմանալիորեն, ոչ։ Իզաբելլան իրեն ավելի շատ ջուր լցրեց։ Մայրս ասաց, որ բոլոր ընտանիքներն ունեն իրենց գաղտնիքները, իրենց սպիները։ Կարևորն այն է, թե ինչպես ենք մենք ընտրում առաջ գնալ։ Ձեր մայրը իմաստուն է, մեկնաբանեց Ռաֆայելը, փոքր ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ Ինչպես դուստրը։ Ընթրիքից հետո նրանք նստեցին փոքրիկ հետի պատշգամբում, դիտելով աստղերը, որոնք պայծառ փայլում էին Տավուշի մարզի մաքուր երկնքում, մի տեսարան, որն անհնար էր տեսնել Երանում իր լուսային աղտոտվածությամբ։ Երբեք չէի մտածի, որ կհարմարվեմ այսպիսի կյանքին, խոստովանեց Ռաֆայելը, շուրջ բոլորը նայելով պարզ բակին, հեռվում գտնվող լեռներին։ Միշտ կարծում էի, որ ինձ պետք է մեծ քաղաքի քաոսը, բիզնեսի ադրենալինը։ Իսկ հիմա։ Հիմա հասկանում եմ պարզության գրավչությունը։ Նա ուղղակիորեն նայեց նրան։ Իրականության։ Հարմարավետ լռություն տիրեց նրանց միջ, միայն բնության գիշերային ձայները լցնում էին տարածությունը։ Ի վերջո Իզաբելլան որոշեց, որ ժամանակն է անդրադառնալ իրականում կարևոր հարցին։ Մենք պետք է խոսենք ապագայի մասին, Ռաֆայել։ Այն մասին, թե ինչպես է սա գործելու, երբ երեխան ծնվի։ Նա գլխով արեց, արտահայտությունը լրջացավ։ Ես լսում եմ։ Ես ուզում եմ, որ դուք լինեք նրա կյանքի մի մասը, սկսեց նա խնամքով ընտրելով բառերը։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ճանաչել իր ծնողներին, ապրել նրանց հետ։ Բայց ես պետք է անկեղծ լինեմ։ Ես դեռ վիրավորված եմ։ Դեռ բաց վերքեր ունեմ այն բանից, ինչ տեղի ունեցավ մեր միջ։ Ես հասկանում եմ, պատասխանեց Ռաֆայելը, ձայնը մեղմ։ Եվ ընդունում եմ ցանկացած պայմանավորվածություն, որը դուք կհամարեք լավագույնը երեխայի համար։ Ես կարող եմ մոտ ապրել, տեսնել երեխային հանգստյան օրերին, ներկա լինել կարևոր իրադարձություններին։ Կամ կարող եմ ավելի մոտ տեղափոխվել, ամեն օր օգնել, բայց ձեզ տալ այն տարածությունը, որը ձեզ պետք է։ Ինչ որոշեք, ես կհարգեմ։ Դուք իսկապես փոխվել եք, դիտարկեց Իզաբելլան, շուրթերին թեթ ժպիտով։ Այն Ռաֆայելը, ում ես ճանաչում էի Երանում, երբեք թույլ չէր տա, որ մեկ ուրիշը սահմաներ որե համաձայնագրի պայմանները։ Երանի Ռաֆայելը չգիտեր, թե ինչ էր կորցնում, պատասխանեց նա մի հում անկեղծությամբ, որը զինաթափեց նրան։ Նախքան պրոֆեսիոնալ հնչել։ Ես չեմ ուզում վտանգել հետազոտությունը։ Պրոֆեսորը գլխով արեց, դիտելով նրան մտահոգության հարգանքի խառնուրդով։ Դուք գիտեք, որ այստեղ բոլորը խոսում են, չէ՞։ Ձեր բժիշկ Վարդանյանի մասին։ Գիտեմ։ Նա սկսեց հագնել խալաթը, խուսափելով նրա հայացքից։ Բայց ես այստեղ չեմ եկել դրա մասին խոսելու։ Ոչ, իհարկե։ Նա կոկորդը մաքրեց, անհարմարավետ զգալով։ Բայց, որպես ձեր ղեկավար, պետք է հարցնեմ։ Սա կազդի ձեր աշխատանքի վրա, ձեր մնալու վրա համալսարանում։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Ինչու։ Պետք է ազդեր։ Այն, ինչ տեղի է ունեցել իմ անձնական կյանքում, կապ չունի իմ ակադեմիական կարողությունների հետ։ Տեսականորեն, լիովին համաձայն եմ։ Պրոֆեսոր Քամփոսը հառաչեց։ Բայց մենք ստացել ենք որոշ զանգեր։ Ռեկտորը մտահոգված է համալսարանի համար բացասական ցուցադրությունով։ Լիլիթը զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Նրանք մտածում են ինձ հեռացնել։ Մեծահասակների միջ համաձայնեցված հարաբերությունների պատճառով։ Ոչ, ոչ։ Նա շտապեց պարզաբանել։ Ոչ ոք հեռացման մասին չի խոսել։ Բայց եղել են առաջարկներ, որ գուցե ավելի լավ կլիներ, որ դուք արձակուրդ վերցնեիք, թողնեիք, որ ամեն ինչ հանդարտվի։ Արձակուրդ։
Լիլիթը զգաց, թե ինչպես է զայրույթն աճում, փոխարինելով նվաստացումը։ Մեկ ամբողջ կիսամյակ կորցնել բամբասանքների պատճառով։ Դա պարզապես առաջարկ է։ Եվ, անկեղծ ասած, այն, ինչին ես չեմ աջակցում։ Պրոֆեսորը նյարդայնորեն շտկեց ակնոցները։ Բայց ես պետք է, որ դուք տեղյակ լինեք իրավիճակից։ Շնորհակալ եմ անկեղծության համար։ Լիլիթը խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել վրդովմունքը։ Բայց ես ոչ մի արձակուրդ չեմ վերցնի։ Ես ոչ մի սխալ բան չեմ արել, չեմ էլ գործի, կարծես արել եմ։ Նա զուսպ ժպտաց, կարծես հավանություն տալով նրա դիրքորոշմանը։ Դե, այդ դեպքում, մի մանրադիտակ է սպասում ձեզ։ Սանա լճի այդ նմուշները ինքնուրույն չեն վերլուծվի։ Հաջորդ ժամերին Լիլիթը ընկղմվեց աշխատանքի մեջ, մխիթարություն գտնելով խիստ մեթոդոլոգիայում, հստակ արձանագրություններում, օբյեկտիվ արդյունքներում։ Այնտեղ մանրադիտակի վրա կռացած, նա պարզապես գիտնական էր, ոչ թե թերթիկների հիվանդ սիրուհին։ Օրվա վերջում, իրեն մի փոքր ավելի լավ զգալով, նա որոշեց մտնել գրադարան, տուն գնալուց առաջ։ Նրան անհրաժեշտ էին մի քանի գրքեր, Սանա լճում կատալոգացված տեսակների մասին գրված հոդվածն ավարտելու համար։ Բուսաբանության բաժնում, իր որոնումներով տարված, նա գրեթե բախվեց ինչ-որ մեկին, դարակաշարը շրջելիս։ Կներեք, ես չէի, բառերը մահացան նրա կոկորդում, երբ նա ճանաչեց իր դիմացի տղամարդուն։ Դա Պողոս Մանուկյանն էր, Հենրիկի գործընկերը, ով նրանց հետ էր եղել Սանա լճում։ Նա նույնպես զարմացած թվաց նրան տեսնելուց։ Լիլիթ։ Նա շուրջբոլորը նայեց, կարծես ստուգելով, թե արդյոք իրենց դիտում են։ Ինչ զուգադիպություն։ Բժիշկ Մանուկյան։ Նա անմիջապես լարվածություն զգաց։ Ինչ եք անում ԵՊՀ-ի գրադարանում։ Դասախոսություն բժշկական ֆակուլտետում։ Նա անհարմար թվաց։ Առափնյա համայնքներում առողջության մասին։ Նրանց միջ անհարմար լռություն տիրեց։ Վերջապես, Պողոսը խոսեց։ Ինչպե՞ս եք։ Այս ամբողջ իրավիճակի հետ կապված։ Գոյատում եմ։ Նա ուսերը թոթվեց, չցանկանալով խոցելիություն ցուցաբերել։ Պողոսը վարանեց, ակնհայտորեն ներքին պայքար մղելով։ Լիլիթ, Հենրիկի մասին։ Կարիք չկա ոչինչ ասելու։ Նա ձեռքը բարձրացրեց, ընդհատելով նրան։ Ես արդեն հասկացել եմ հաղորդագրությունը։ Նա առաջ է շարժվել։ Բժիշկ Պետրոսյանի հետ։ Դա այդքան պարզ չէ։ Պողոսը նորից շուրջբոլորը նայեց, ցածրացրեց ձայնը։ Այն բաները, որոնք տարածվում են, այն պատկերը, որը նրանք ստեղծում են նրա մասին, ձեր մասին։ Դրանցից ոչ մեկն իրական չէ։ Հույսի մի կայծ, վտանգավոր դավաճան բռնկվեց Լիլիթի կրծքավանդակում։ Ինչ եք ուզում ասել։ Ես շատ բան չեմ կարող ասել։ Ես խոստացել եմ նրան։ Պողոսը իսկապես տանջված թվաց։ Բայց ես պետք է, որ դուք իմանաք, որ նա չի փոխել իր միտքը ձեր մասին։ Ձեր մասին։ Ապա ինչու։ Նա նրա հետ։ Լիլիթը չկարողացավ կանխել, որ ձայնը դողա։ Ինչու։ Նա չի փնտրել ինձ։ Ինչու։ Թույլ տվել, որ ինձ այդպես նվաստացնեն հիվանդանոցում։ Նա չգիտեր, որ դուք այնտեղ կգնաք։ Պողոսը խորը հառաչեց։ Նայեք, ես չպետք է պատմեի ձեզ դա, բայց կան բաներ, որոնք կատարվում են հետնաբեմում։ Նրա հայրը, բժիշկ Ալբերտը, խաղում է կոշտ։ Նա սպառնացել է ոչ միայն Հենրիկի կարիերային, այլ ձերին։ Իմին։ Լիլիթը հոնքերը կնճռեց։ Ինչպես։ Ձեր կրթաթոշակը համալսարանում։ Ձեր ակադեմիական ապագան։ Պողոսն ավելի ցածրացրեց ձայնը։ Բժիշկ Ալբերտը ազդեցություն ունի ամենուր, ներառյալ համալսարանական խորհրդում։ Նա հստակ ասել է, որ եթե Հենրիկը պնդեր ձեզ հետ հարաբերությունների վրա, նա կապահովեր, որ դուք այլս երբեք չկարողանաք հետազոտական աշխատանք գտնել Հայաստանում։ Լիլիթը զգաց, կարծես հարվածել էին իր ստամոքսին։ Դա սարսափելի է։ Դա այն աշխարհի իրականությունն է, որում մեծացել է Հենրիկը։ Ուժ, մանիպուլյացիա, վերահսկողություն։ Պողոսը մեղմորեն ձեռքը դրեց նրա ուսին։ Նա փորձում է պաշտպանել ձեզ, նույնիսկ եթե դա նշանակում է ոչնչացնել իր սեփական երջանկությունը։ Իսկ լուսանկարը Կամիլայի հետ։ Բեմադրություն։ Հորը հանգստացնելու համար, ժամանակ շահելու համար։
Պողոսը նայեց ժամացույցին։ Պետք է գնամ։ Պարզապես ուզում էի, որ իմանայիք նա դեռ սիրում է ձեզ, Լիլիթ։ Եվ տառապում է այնքան, որքան դուք։ Այս խոսքերով Պողոսը արագ հեռացավ, Լիլիթին թողնելով զգացմունքների մրրիկում։ Տուն գնալու ճանապարհին նրա միտքը կատաղիորեն աշխատում էր։ Եթե Պողոսի ասածը ճիշտ էր, ապա Հենրիկը նրան չէր թողել, փորձում էր պաշտպանել նրան, զոհաբերելով իրեն նրա համար։ Բայց ինչպես կարող էր համոզված լինել։ Եվ, ամենակարևորը, ինչ կարող էր անել դրա մասին։ Մտնելով հանրակացարան, նա գտավ Դանային մյուս ընկերուհիներին սենյակում, մռայլ արտահայտություններով լուրեր դիտելիս։ Ինչ եղավ, հարցրեց նա, զգալով, որ ինչ-որ բան սխալ է։ Դանան մատնացույց արեց հեռուստացույցը, որտեղ հաղորդավարը լուրջ արտահայտությամբ խոսում էր։ Բժիշկ Հենրիկ Վարդանյանը ժամանակավորապես հեռացվել էր Էրեբունի բժշկական կենտրոնում իր պարտականություններից, մինչ բժշկական տարածաշրջանային խորհուրդը հետաքննում է ոչ էթիկական վարքի մեղադրանքները։ Մոտ աղբյուրների համաձայն բժիշկը դիտարկում է երկրից հեռանալու հնարավորությունը ծափաթական արձակուրդի համար։ Երկրից հեռանալ, կրկնեց Լիլիթը, անհավատալիորեն։ Դա չի կարող ճիշտ լինել։ Լարի։ Դանան վարանեց։ Ավելին կա։ Սա ձեզ համար է եկել։ Նա մեկնեց պաշտոնական ծրարը, Երանի պետական համալսարանի լոգոյով։ Դողացող ձեռքերով Լիլիթը բացեց այն կարդաց։ Հարգելի օրիորդ Լիմա, ցավով տեղեկացնում ենք, որ ձեր կրթաթոշակը ժամանակավորապես կասեցվել է, սպասելով ակադեմիական կոմիտեի վերանայմանը։ Գնահատման այս շրջանում խնդրում ենք ձեռնպահ մնալ համալսարանի տարածքներ այցելելուց, ներառյալ լաբորատորիաները, դասասենյակները։ Հարգանքով, համալսարանական խորհուրդ Լիլիթը թողեց նամակը, զգալով, կարծես հողը անհետացավ իր ոտքերի տակից։ Նրանք չեն կարող դա անել։ Դա անարդար է, դա անօրինական է։ Դա իշխանության չարաշահում է։ Դանան գրկեց ընկերուհուն։ Մենք կպայքարենք դրա դեմ, Լարի։ Մենք կարող ենք փաստաբան փնտրել, խոսել մամուլի հետ։ Ոչ։ Լիլիթը հեռացավ, հանկարծակի վճռականորեն։ Այլս թերթեր չկան, այլս բացահայտում չկա։ Ապա ինչ։ Լիլիթը անմիջապես չպատասխանեց։ Մի միտք էր ձևավորվում նրա մտքում, ռիսկային, գուցե անիմաստ, բայց միակը, որը կարծես իմաստ ուներ այդ պահին։ Պետք է խոսեմ Հենրիկի հետ։ Ուղղակիորեն, առանց միջնորդների, առանց մանիպուլյացիաների։ Նա վերցրեց հեռախոսը։ Եվ ես գիտեմ, թե ինչպես գտնել նրան։ Հաջորդ օրերին Լիլիթը մոլեգնորեն հետում էր լուրերին, հիվանդանոցի սոցիալական ցանցերի պրոֆիլներին, ամեն ինչին, ինչը կարող էր ցույց տալ Հենրիկի գտնվելու վայրը։ Վերջապես նա պարզեց, որ նա ներկա կլինի բժշկական մրցանակաբաշխության արարողությանը Դվին հյուրանոցում, Երանի ամենաէքսկլյուզիվներից մեկում։ Դու չես կարող պարզապես հայտնվել այնտեղ, բողոքեց Դանան, երբ Լիլիթը պատմեց իր պլանը։ Դա փակ միջոցառում է, անվտանգությամբ։ Պետք է փորձեմ։ Լիլիթը ժպտաց օրերի մեջ առաջին անգամ։ Եթե կարողանամ ընդամենը 5 րոպե նրա հետ խոսել, դեմ առ դեմ, ես կիմանամ ճշմարտությունը։ Իսկ եթե քեզ արգելեն։ Եթե տեսարան առաջացնես։ Դու արդեն բարդ իրավիճակում ես համալսարանի հետ։ Ապա ես զուսպ կլինեմ։ Լիլիթը ժպտաց օրերի մեջ առաջին անգամ։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում մատուցողուհիներին, չէ՞։ Պլանը ռիսկային էր, բայց ոչ անհնար։ Հանրակացարանի աղջիկներից մեկի զարմուհին աշխատում էր այն կետերի ընկերությունում, որը սպասարկելու էր միջոցառումը։ Որոշ համոզելուց ապագա օգնության խոստումից հետո Լիլիթը կարողացավ, որ նրան վարձով տան համազգեստ կրծքանշան։ Միջոցառման գիշերը Լիլիթը անճանաչելի էր։ Մազերը հավաքված խիստ հյուսվածքով, նվազագույն դիմահարդարում, բարակ շրջանակով ակնոցներ, որոնք պատկանում էին Դանային։ Ոչ ոք, ով կտեսներ այդ զուսպ կերպարը, չէր կապի այն թերթիկների հիվանդ սիրուհու հետ։ Զգույշ եղիր, շշնջաց Դանան, նրան թողնելով հյուրանոցից մի քանի թաղամաս հեռու։ Եթե ինչ-որ բան սխալ լինի, անմիջապես զանգահարիր ինձ։ Լիլիթը գլխով արեց, սիրտը ուժեղ բաբախում էր, մինչ նա մոտենում էր ծառայողական մուտքին։ Կրծքանշանը կախարդական անցագրի պես գործեց, թույլ տալով նրան մտնել առանց հարցերի։ Խելահեղ խոհանոցում նա խառնվեց մյուս աշխատակիցների հետ, վերցնելով կանապեների սկուտեղ ուղղվելով դեպի գլխավոր սրահ։ Դվին հյուրանոցը արդարացնում էր իր անունը։
Կիսաշրջանած համարձակ ճարտարապետությամբ այն Երանի ժամանակակից այցեքարտերից մեկն էր։ Վերին հարկի խնջույքների սրահը համայնապատկերային տեսարան էր առաջարկում լուսավորված քաղաքի վրա։ Լիլիթը զուսպ շրջում էր հյուրերի միջ, մատուցելով կանապեներ, մինչ նրա աչքերը սկանավորում էին միջավայրը, Հենրիկին փնտրելու համար։ Երանի բժշկական էլիտան լիովին ներկա էր, հայտնի վիրաբույժներ, հիվանդանոցների տնօրեններ, հայտնի հետազոտողներ։ Բոլորը գալա հագուստով, փայլում էին որպես երկրային համաստեղություններ։ Հենց այդ ժամանակ նա տեսավ նրան։ Մեջքով դեպի իրեն, խոսելով տարեց տղամարդկանց խմբի հետ։ Նույնիսկ առանց նրա դեմքը տեսնելու, նա կճանաչեր այդ կեցվածքը ցանկացած վայրում։ Նա ավելի նիհարել էր, նկատեց, սմոքինգը թեթակի լայն էր թվում նրա ուսերին։ Եվ լարվածություն կար նրա մարմնում, տեսանելի նրա ուսերի կոշտ պահելու ձով, ձեռքերը երբեմն բռունցքներով սեղմելով։ Խորը շունչ քաշելով, Լիլիթը մոտեցավ սկուտեղով։ Կանապե, պարոն Այք։ Տարեց տղամարդիկ անուշադիր վերցրեցին մի քանի խորտիկներ, առանց իսկապես նայելու նրան։ Բայց Հենրիկը շրջվեց, նրա հայացքն ավտոմատորեն գտնելով Լիլիթինը, կարծես ինչ-որ անտեսանելի ուժ նրանց կապում էր։ Մի վայրկյանով նրա արտահայտությունը ոչինչ չգրանցեց, բացի քաղաքակիրթ անտարբերությունից։ Ապա, ճանաչումը։ Նրա աչքերը լայն բացվեցին, գույնը լքելով նրա դեմքը։ Նա գրեթե գցեց իր բռնած շամպայնի բաժակը։ Եթե թույլ կտաք, պարոն Այք, մրմնջաց նա, հեռանալով խմբից։ Գլխի գրեթե աննկատ շարժումով նա Լիլիթին ցույց տվեց, որ հետի իրեն։ Նա դանդաղ քայլեց, պահպանելով մատուցողուհու կեցվածքը, մինչ հասավ մի քիչ ավելի քիչ լուսավորված կողքի միջանցք։ Հենրիկն այնտեղ էր սպասում, աչքերը սերված նրա վրա, գրեթե ցավոտ ինտենսիվությամբ։ Ինչ ես անում այստեղ, շշնջաց նա, հենց որ համեմատաբար մենակ մնացին։ Պետք էր տեսնել քեզ։ Լիլիթը դրեց սկուտեղը մոտակա սեղանին։ Պետք էր լսել քեզնից, ոչ թե միջնորդներից, ոչ թե թերթերից, ոչ թե լուրերից։ Դա վտանգավոր է։ Նա անընդհատ նայում էր իր ուսի վրայով, ստուգելով, թե արդյոք իրենց դիտում են։ Եթե ինչ-որ մեկը ճանաչի քեզ։ Ոչ ոք չի նայում մատուցողուհուն, Հենրիկ։ Նա մեկ քայլ առաջ արեց։ Ճիշտ է այն, ինչ Պողոսն ասաց ինձ։ Որ քո հայրը սպառնացել է իմ կարիերային։ Որ դու հեռանում ես ինձ պաշտպանելու համար։ Նրա արտահայտությունը մեղմացավ։ Պողոսը չպետք է ոչինչ ասեր։ Ապա դա ճիշտ է։ Դա հարց չէր։ Հենրիկը ձեռքով անցկացրեց մազերին հիասթափության նշան, որը նա լավ գիտեր։ Իմ հայրը անողոք է, Լիլիթ։ Նա վերահսկում է ամեն ինչ, հիվանդանոցը, հիմնադրամը, կապեր ունի ամենուր։ Երբ նա իմացավ մեր մասին, կատաղեց։ Ոչ թե բժիշկ-հիվանդ հարաբերությունների պատճառով, դա պարզապես հանրային պատրվակն էր։ Այն, ինչ նա իսկապես չի կարողանում հանդուրժել, իր որդու ժառանգորդի գաղափարն է, ոչ ոքի հետ, ինչպես նա քեզ անվանեց։ Բառերը ցավեցրին, նույնիսկ իմանալով, որ դրանք նրանը չէին։ Նա սպառնացել է ոչ միայն կտրել իմ ժառանգությունը, ինչն ինձ չի հետաքրքրում, այլ ոչնչացնել քո կարիերան դեռ նախքան այն կսկսվեր։ Եվ նա կատարում է դա, ես իմացա քո կրթաթոշակի մասին։ Ինձ չի հետաքրքրում կրթաթոշակը, ասաց Լիլիթը, թե երկուսն էլ գիտեին, որ այդպես չէր։ Ես կարող եմ աշխատել, այլ ճանապարհ գտնել։ Նա դրանով չէր դադարի։ Հենրիկի ձայնը լի էր դառնությամբ։ Նա կապեր ունի բոլոր համալսարաններում, հետազոտական ինստիտուտներում, բնապահպանական կազմակերպություններում։ Նա բոլոր դռները կփակեր քո առջ, ցանկացած վայրում։ Իսկ Կամիլան։ Լիլիթը չկարողացավ չհարցնել։ Լուսանկարը թերթում։ Բեմադրություն։ Հենրիկն իրենից զզվելի թվաց։ Կամիլան միշտ գիտեր, ինչպես խաղալ հորս խաղը։ Նա ստիպեց ինձ հայտնվել այդ միջոցառմանը նրա հետ, լուրերը հանդարտեցնելու համար։ Դու կարող էիր ինձ պատմել դա։ Նամակում, անձամբ, ինչ-որ կերպ։ Լիլիթը զգում էր թեթացման վիրավորանքի խառնուրդ։ Փոխարենը թողնելու, որ մտածեմ, թե ամեն ինչ քեզ համար պարզապես արկած էր։ Ես փորձում էի պաշտպանել քեզ։ Նա ձեռքը մեկնեց, գրեթե դիպչելով նրա դեմքին, բայց վերջին պահին հետ քաշվեց։ Որքան քիչ իմանայիր, այնքան քիչ ներգրավված կլինեիր։ Բայց հիմա… Նա նայեց մատուցողուհու համազգեստին, այն անհեթեթ իրավիճակին, որում հայտնվել էին։
Հիմա տեսնում եմ, որ թերագնահատել էի քո վճռականությունը։ Թեթ ժպիտ դիպավ Լիլիթի շուրթերին։ Դու ինձ մի անգամ ասացիր, որ հիանում ես իմ քաջությամբ Դիլիջանը թողնելու երազանքներիս հետելու համար։ Այդ քաջությունը չի անհետացել, Հենրիկ։ Նա նայեց նրան հիացմունքի հուսահատության խառնուրդով։ Ինչ ենք անում հիմա։ Իմ հայրը ամենուր է, դիտում է իմ ամեն քայլը։ Ներառյալ այստեղ։ Լիլիթը նշանակալիորեն նայեց դատարկ միջանցքին։ Հատկապես այստեղ։ Դրա համար էլ ես խոսում եմ քեզ հետ այս մութ միջանցքում, ինչպես հանցագործը։ Հիասթափությունը ակնհայտ էր նրա ձայնում։ Ապա եկեք դուրս գանք այստեղից։ Լիլիթը զգաց մի համարձակություն, որը չգիտեր, թե ունի։ Հիմա, միասին։ Մի վայր, որտեղ մենք իսկապես կարող ենք խոսել, պլանավորել։ Ես չեմ կարող պարզապես անհետանալ մի մրցանակաբաշխությունից, որտեղ ես պատվավորներից մեկն եմ։ Կարող ես։ Լիլիթը բռնեց նրա ձեռքերը։ Եթե սա քեզ համար այնքան կարևոր է, որքան ինձ համար։ Եթե այն, ինչ մենք զգացինք սանալ լճում, իրական է։ Հենրիկը նայեց միացված ձեռքերին, ապա նրա դեմքին, տեսնելով վճռականությունը, ուժը, որը միշտ հմայել էր նրան։ Մի պահ թվում էր, թե նա կհրաժարվի։ Ապա նրա դեմքը փոխվեց, նրա աչքերում վճռականություն էր ձևավորվում։ Սպասիր այստեղ, ասաց նա, բաց թողնելով նրա ձեռքերը։ 5 րոպեից կվերադառնամ։ Լիլիթը դիտեց, թե ինչպես նա անհետացավ գլխավոր սրահում, սիրտը անհամաչափ բաբախելով։ Արդյոք նա իսկապես դա անում էր։ Փախչում էր նրա հետ, ամեն ինչ ռիսկի տակ դնելով։ Թե պարզապես կգտներ քաղաքավարի պատրվակ, նրան վերջնականապես մերժելու համար։ Րոպեները ժամեր էին թվում։ Նա անընդհատ ստուգում էր ժամացույցը, լարված, ամեն վայրկյան նայելով միջանցքի մուտքին։ 4 րոպե։ 4.5 րոպե։ 5 րոպե։ Ոչինչ։ Կասկածը սկսեց քայքայել նրա վճռականությունը։ Գուցե նա փոխել էր իր միտքը։ Գուցե նրան կալանավորել էր հայրը կամ Իլան, ինչ-որ լրագրող։ Կամ ավելի վատ, գուցե նա երբեք չէր մտադրվել վերադառնալ։ 6 րոպե։ 7։ Լիլիթը պատրաստվում էր հանձնվել, երբ լսեց շտապ քայլեր։ Հենրիկը հայտնվեց, առանց սմոքինգի բաճկոնի, փողկապը քանդված։ Գնանք։ Նա ձեռքը մեկնեց։ Հիմա։ Ինչ արեցիր։ Ինչ-որ բան, որ պետք է արած լինեի շատ վաղուց։ Ազատության ժպիտը լուսավորում էր նրա դեմքը։ Ես հորս ուղարկեցի դժոխք։ Հիվանդանոցի ամբողջ տնօրենության առաջ։ Լիլիթը դժվարությամբ էր հավատում իր լսածին։ Դու ինչ արեցիր։ Ճշմարտությունն ասացի։ Որ հոգնել եմ նրա կանոններով ապրելուց, մանիպուլյացիայի ենթարկվելուց, իմ երջանկությունից հրաժարվելուց, արտաքին տեսքը պահպանելու համար։ Հենրիկը տարբեր էր թվում, ավելի թեթ, ավելի կենդանի, կարծես հսկայական բեռ էր հեռացվել նրա ուսերից։ Ես հայտարարեցի, որ անորոշ ժամանակով հեռանում եմ հիվանդանոցից։ Եվ երբ հայրս փորձեց խանգարել ինձ, բոլորի ներկայությամբ ասացի, որ եթե նա շարունակի միջամտել իմ անձնական կյանքին, ես կվաճառեմ հիվանդանոցային խմբի իմ բաժնետոմսերը մրցակցին։ Դու կարող ես դա անել։ Լիլիթը ապշած էր։ Կարող եմ։ Մայրս, մահանալուց առաջ, ապահովեց, որ ես զգալի մասնակցություն ունենամ բաժնետոմսերում։ Հայրս միշտ հույս ուներ, որ ես երբեք չեմ համարձակվի օգտագործել դրանք նրա դեմ։ Հենրիկը ժպտաց։ Մինչ այսօր։ Լիլիթը զգաց, թե ինչպես է ադրենալինը հոսում իր երակներով։ Իսկ հիմա։ Հիմա մենք մոտ 10 րոպե ունենք, մինչ նա կվերականգնվի ցնցումից կգա իմ հետից։ Այնպես որ, առաջարկում եմ փախչել։ Ձեռք ձեռքի տված, նրանք փախան ծառայողական վերելակով, խուսափելով գլխավոր մուտքից, որտեղ լուսանկարիչներն ու լրագրողները սպասում էին միջոցառման ավարտին։ Փողոցում Հենրիկը հմտորեն տաքսի կանգնեցրեց։ Ուր, հարցրեց վարորդը։ Նրանք նայեցին միմյանց, հանկարծակի գիտակցելով, որ պլան չունեն։ Զվարթնոց օդանավակայան, որոշեց Հենրիկը։ Տաքսիում, մինչ նրանք հատում էին Երանի գիշերային փողոցները, Լիլիթը չէր կարողանում դադարել նայել նրան, կարծես վախենում էր, որ նա կանհետանա։ Արդյոք այն, ինչ հենց նոր տեղի ունեցավ, իրական է, հարցրեց նա, դեռ մարսելով երեկոյի իրադարձությունները։ Շատ իրական։ Հենրիկը բռնեց նրա ձեռքը։
Այնքան իրական, որքան այն, ինչ մենք զգացինք սանալ լճում։ Այն, ինչ ես երբեք չդադարեցի զգալ, ոչ մի օր։ Իսկ հիմա ուր ենք գնում։ Զվարթնոց։ Ցանկացած վայր, հորս վերահսկողությունից հեռու, գոնե առայժմ։ Նա շոյեց նրա դեմքը։ Մեզ ժամանակ է պետք մտածելու, մեր հաջորդ քայլերը որոշելու համար։ Ես վախենում եմ, խոստովանեց Լիլիթը։ Ոչ միայն ինձ համար, այլ քեզ համար։ Դու հենց նոր զոհաբերեցիր ամեն ինչ, քո կարիերան, քո դիրքը։ Ես զոհաբերեցի ոսկե բանդ։ Հենրիկը նայեց պատուհանից, այն քաղաքին, որը միշտ եղել էր իր տունը, բայց երբեք իսկապես իր տեղը չէր եղել։ Գիտես, ինչ հասկացա այսօր, տեսնելով այդ բոլոր կարևոր բժիշկներին, այդ հզոր ղեկավարներին, որ նրանցից ոչ մեկը իսկապես երջանիկ չէր թվում։ Բոլորը պարզապես դերեր էին կատարում, գրելով այնքան ծանր դիմակներ, որ հավանաբար արդեն չէին հիշում, թե իրականում ով էին դրանց տակ։ Տաքսին կանգ առավ օդանավակայանում։ Վարձը վճարելուց հետո Հենրիկը Լիլիթին տարավ սրահ։ Ես ոչինչ չունեմ ինձ հետ, նկատեց նա։ Նույնիսկ ատամի խոզանակ չունեմ։ Մենք կգնենք այն, ինչ անհրաժեշտ է։ Նա վճռական էր թվում։ Հիմա, եկեք ստուգենք հաջորդ չվերթները։ Մեկնումների վահանակի վրա նրանք ուսումնասիրեցին հաջորդ ժամերի հասանելի տարբերակները։ Երան, Գյումրի, Վանաձոր։ Լիլիթը կարդում էր ուղղությունները։ Սան քաղաք, հանկարծ ասաց Հենրիկը, մատնացույց անելով այն չվերթը, որը կմեկներ 90 րոպեից։ Սան քաղաք։ Լիլիթը նայեց նրան, հետաքրքրված։ Դուք ուզում եք վերադառնալ Սանա։ Լիճ։ Ես ուզում եմ վերադառնալ այն վերջին վայրը, որտեղ մենք իսկապես երջանիկ էինք։ Նրա ձայնում վստահություն կար։ Բացի այդ, ես ընկերներ ունեմ այնտեղ, տեղի բժիշկների մեջ։ Մենք կարող ենք մնալ մի քանի օր, շունչ քաշել, պլանավորել մեր հաջորդ քայլերը Երանի աչքերից հեռու։ Գաղափարը գայթակղիչ էր, Սանա լիճը, իր ընդարձակ հանգստությամբ, իր ազնիվ պարզությամբ, հեռու մայրաքաղաքի ինտրիգներից, մանիպուլյացիաներից։ Իսկ մեր կյանքերն այստեղ։ Իմ ուսումը, ձեր կարիերան։ Ես չեմ ասում, որ հավերժ թաքնվենք, Լիլիթ։ Հենրիկը բռնեց նրա ձեռքերը։ Միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, որ փոշին նստի, որ հստակ մտածենք։ Հետո կվերադառնանք, կդիմակայենք այն ամենին, ինչ անհրաժեշտ է, միասին։ Նրա հայացքում Լիլիթը գտավ այն քաջությունը, որն անհրաժեշտ էր իրեն։ Ապա գնանք Սան քաղաք։ Լիլիթի վերջին ֆինանսական միջոցներով Հենրիկի կրեդիտ քարտով, որը նա գիտեր, որ շուտով կարգելափակվի հոր կողմից, նրանք տոմսեր գնեցին չվերթի համար։ Օդանավակայանի խանութում նրանք ձեռք բերեցին անհրաժեշտ պարագաներ, ատամի խոզանակներ, նրա համար մեկ հագուստ, հիգիենայի պարագաներ։ Նրանք սպասեցին նստեցմանը սրահի զուսպ անկյունում, միշտ ուշադիր լրագրողների կամ ծանոթների ցանկացած նշանի վրա։ Լարվածությունը նվազեց միայն այն ժամանակ, երբ նրանք վերջապես նավի վրա էին, ինքնաթիռը թռիչքի համար շարժվում էր։ Հաջողվեց մեզ, շշնջաց Լիլիթը, բռնելով Հենրիկի ձեռքը, մինչ Երանը նրանց ներքում լույսերի գորգ էր դառնում։ Այո։ Նա մեղմորեն համբուրեց նրան։ Առաջին փուլը։ Նրանք Սան քաղաք հասան լուսադեմին։ Գրեթե դատարկ օդանավակայանում Հենրիկը վերջին անգամ օգտագործեց իր հեռախոսը, նախքան այն անջատելը։ Բժիշկ Ռոբերտ։ Կներեք ժամի համար, բայց ինձ ձեր օգնությունն է պետքը։ Նա համառոտ բացատրեց իրավիճակը Սանյան։ Բժշկին, ում ճանաչել էր արշավախմբի ժամանակ։ Մի քանի րոպե զրույցից հետո նա անջատեց հեռախոսը թեթացած ժպիտով։ Նա մեզ կվերցնի կես ժամից։ Մենք կարող ենք մնալ նրա աշխատասենյակում մինչ վաղը, հետո նա մեզ կտանի Սանա լճի մոտ գտնվող մի հյուրատուն։ Կարծես կապերի ցանց ունեք ամենուր, նկատեց Լիլիթը, տպավորված։ Մարդկանց մասին տարիներով հոգալը կապեր է ստեղծում։ Եվ բժիշկները հակված են օգնել միմյանց, հատկապես մեծ կենտրոններից հեռու։ Հենրիկը նստեց նրա կողքին սպասասրահում։ Բացի այդ, Ռոբերտը ինձ պարտք է մի բարեհաճություն։ Ես սարքավորումներ ուղարկեցի նրա կլինիկա մեր արշավախմբից հետո։ Երբ բժիշկ Ռոբերտը ժամանեց, միջին տարիքի, համակրելի արտահայտությամբ ուժեղ առոգանությամբ մարդ, նա ավելորդ հարցեր չտվեց։ Նա նրանց տարավ քաղաքի ծայրամասում գտնվող իր աշխատասենյակ, որտեղ կից փոքրիկ սենյակը ծառայում էր իր սեփական գիշերային հերթապահությունների համար։
Շքեղ չէ, զգուշացրեց նա, մատնացույց անելով բազմոց մահճակալը, բայց անվտանգ է։ Ոչ ոք ձեզ չի փնտրի այստեղ։ Կատարյալ է, հավաստիացրեց Հենրիկը, երախտագիտությամբ սեղմելով գործընկերոջ ձեռքը։ Ֆիզիկապես էմոցիոնալ առումով հյուծված, Լիլիթը Հենրիկը հազիվ բառեր փոխանակեցին, նախքան միմյանց գրկում քնելը։ Դա ամենախոր քունն էր, որ Լիլիթը քնել էր շաբաթներ շարունակ, կարծես, վերջապես այնտեղ էր, որտեղ պետք է լիներ։ Հաջորդ առավոտյան բժիշկ Ռոբերտը նախաճաշ թերթեր բերեց։ Ազգ թերթի առաջին էջում այն վերնագիրն էր, որից երկուսն էլ վախենում էին։ Սկանդալ Երանի բժշկական էլիտայում։ Բժիշկ Հենրիկ Վարդանյանը լքում է մրցանակաբաշխությունը, հոր հետ բախումից հետո։ Սա կրակ կբռնկվի, մեկնաբանեց Ռոբերտը, մատնացույց անելով հոդվածը։ Դուք պետք է որոշ ժամանակ դուրս մնաք շրջանառությունից։ Հենրիկը մռայլ արտահայտությամբ կարդում էր հոդվածը։ Նրանք ասում են, որ ես նյարդային խանգարում եմ ունեցել էթիկական մեղադրանքների սթրեսի պատճառով։ Իմ հորը բնորոշ է, եթե չի կարող վերահսկել պատմությունը, ապա որակազրկում է հակառակորդին։ Եվ սա… Լիլիթը մատնացույց արեց մեկ այլ հատված։ Ձեր վերամիավորումը բժիշկ Պետրոսյանի հետ կընդհատվեր իրավիճակի սթրեսի պատճառով։ Կամիլան միշտ արդյունավետ է եղել իր հանրային իմիջը պաշտպանելու հարցում։ Հենրիկը զզվելիորեն փակեց թերթը։ Ռոբերտ, որքան ժամանակ է մինչ կարողանանք գնալ Սանա լիճ։ Կարող եմ ձեզ տանել այսօր կեսօրին։ Ես ընկեր ունեմ մի փոքրիկ հյուրատուն Սանի ափամերձ գյուղերից մեկի մոտ, շատ մեկուսացված։ Այնտեղ ոչ ոք ձեզ չի անհանգստացնի։ Եվ այսպես, ժամեր անց, նրանք նորից Սանա լիճ էին գնում։ Ռոբերտի մեքենան ոլորվում էր Սանա լճի ճանապարհով, բարձրացված հողային ճանապարհով, որը հատում է էկոհամակարգը, շրջապատված ջրերով վայրի բնությամբ։ Վերջին հնարավորությունն է փոխելու ձեր միտքը, ասաց Հենրիկը, դիտելով Լիլիթի դեմքը, մինչ բնապատկերը դառնում էր ավելի ու ավելի վայրի։ Մենք դեռ կարող ենք վերադառնալ, ամեն ինչի դիմակայել դեմ առ դեմ։ Եվ կորցնել արագիլներ տեսնելու հնարավորությունը։ Նա ժպտաց, մատնացույց անելով հսկայական թռչուններին, որոնք կերակրվում էին լճերի ափերին։ Բացի այդ, դուք արդեն դիմակայել եք ձեր հորը։ Հիմա մենք արժանի ենք այս ժամանակին մեզ համար։ Հյուրատունը հենց այն էր, ինչ անհրաժեշտ էր նրանց, գյուղական, հյուրընկալ ամեն ինչից հեռու։ Ընդամենը 4 պարզ տնակ հիմնական շինության շուրջ, որը ղեկավարում էր միջին տարիքի զույգ, ովքեր անմիջապես ճանաչեցին Ռոբերտին, բայց հատուկ հետաքրքրություն չցուցաբերեցին Երանից եկած ընկերների նկատմամբ, ովքեր ուղեկցում էին նրան։ Կարող եք մնալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ասաց պարոն Ժիրայրը, տնօրենը, հանձնելով տնակի բանալին։ Մենք քիչ հյուրեր ունենք այս շրջանում։ Ինտերնետը երբեմն աշխատում է, երբ գեներատորը լավ է։ Եվ հեռախոսը միայն այն բլրի վրա է աշխատում։ Դա կատարյալ էր։ Մեկուսացում առանց լիակատար մեկուսացման, բավականաչափ հեռավորություն աշխարհից, շունչ քաշելու համար, բայց ոչ լիովին կորչելու համար։ Հաջորդ օրերին Լիլիթը Հենրիկը գտան մի առօրյա, որը հիշեցնում էր Սանա լճում իրենց առաջին անցկացրած ժամանակի լավագույն պահերը, բայց ավելի խորը մտերմությամբ, որը կառուցված էր այն փորձությունների վրա, որոնց նրանք դիմակայել էին։ Առավոտյան նրանք ուղեկցում էին Ժիրայրին նավակով զբոսանքների, գետերով վտակներով։ Լիլիթը օգտվում էր հնարավորությունից տեսակներ կատալոգացնելու համար, մանրամասն գրառումներ անելով, որոնք մի օր, նա հույս ուներ, կարող էին օգտակար լինել իր ընդհատված հետազոտության համար։ Հենրիկը իր հերթին, կարծես կլանում էր յուրաքանչյուր պահ, կարծես դա դեղ լիներ իր հոգնած հոգու համար, արածակը ջրերի վրա, կռունկների թռիչքը, հեռավոր հովազների մռնչյունը։ Դուք ամեն օր ավելի երջանիկ եք թվում, նկատեց Լիլիթը մի կեսօրին, մինչ նրանք հանգստանում էին տնակի պատշգամբի ցանցերում, դիտելով բուսականության վրա թափվող մեղմ անձրը։ Կարծես երկար քնից եմ արթնանում, պատասխանեց նա, նայելով իր ձեռքերին։ Գիտեք, մորս մահից ի վեր, երբ 16 տարեկան էի, ես ապրում էի ավտոմատ ռեժիմով։ Սովորում էի, աշխատում էի, սպասումներ էի կատարում, փնտրելով այն հավանությունը, որը երբեք չէր գա։ Իսկ հիմա տեսնում եմ, որ կյանքը շատ ավելին է, քան կոչումներն ու դիրքերը։ Սա է։ Նա ժեստ արեց իր շուրջբոլորի ընդարձակության վրա։ Պահեր։ Իրական կապեր։ Ներքին խաղաղություն։ Գիշերները, աստղազարդ երկնքի տակ, նրանք պլաններ էին կազմում։ Ոչ թե հսկայական կամ վերջնական պլաններ, այլ հնարավորություններ, ուղիներ, որոնք նրանք կարող էին միասին անցնել։
Կարող էի աշխատել համայնքային կլինիկաներում, մտածում էր Հենրիկը։ Միշտ ցանկացել եմ ավելի շատ իրական բժշկություն անել, ավելի քիչ հիվանդանոցային քաղաքականություն։ Եվ ես դեռ ուզում եմ ավարտել իմ դասընթացը, հետազոտություն անել, պաշտպանել մեր էկոհամակարգերը։ Լիլիթը բարուրվեց նրա կրծքին։ Բայց հիմա ամեն ինչ այնքան հեռու է թվում, այնքան անորոշ։ Մենք ճանապարհ կգտնենք, հավաստիացրեց նա, համբուրելով նրա գլխի վերը։ Միասին։ Սանա լճում անցկացրած 10-րդ օրն էր, երբ իրականությունը հասավ նրանց։ Պարոն Ժիրայրը բերեց տեղական թերթը, որը նա վերցրել էր մոտակա քաղաքից։ Երրորդ էջում փոքրիկ գրառում կար։ Վարդանյանների հիվանդանոցային խմբի տնօրենությունը հայտարարում է վերակազմավորման մասին ժառանգորդի հեռացումից հետո։ Գրառման հետ միասին բժիշկ Ալբերտ Վարդանյանի Կամիլա Պետրոսյանի լուսանկարը մամուլի ասուլիսի ժամանակ։ Մակագրությունը նշում էր, որ նա բարձրացվել է խմբի գործադիր տնօրենի պաշտոնին։ Նա միշտ գիտեր, ինչպես խաղալ հորս խաղը, մեկնաբանեց Հենրիկը, առանց իրական զարմանքի։ Հավանաբար սկզբից դա էր պլանը, ինձ հեռացնել, որ նա վերահսկողություն ստանձնի։ Դա ձեզ անհանգստացնում է։ Լիլիթը չկարողացավ չհարցնել։ Զարմանալիորեն, ոչ։ Նա զգուշորեն ծալեց թերթը։ Հիվանդանոցը երբեք իսկապես իմ գիրկը չի եղել, պարզապես իմ պարտականությունը։ Նույն կեսօրին, բարձրանալով մինչ այն կետը, որտեղ հեռախոսի ազդանշանն աշխատում էր, Հենրիկը վերջապես նորից միացրեց իր հեռախոսը։ Տասնյակ հաղորդագրություններ բաց թողնված։ Զանգեր լցրեցին սարքը, իր հորից, Կամիլայից, գործընկերներից, լրագրողներից։ Մի հաղորդագրություն, սակայն, գրավեց նրա ուշադրությունը։ Դա Պողոսից էր։ Իրավիճակը կայունանում է։ Ձեր հայրը դադարել է սպառնալ իրավական գործողություններով, փաստաբանների հետ խոսելուց հետո։ Համալսարանը վերանայում է Լիլիթի կրթաթոշակի կասեցումը մի քանի պրոֆեսորների բողոքից հետո։ Երբ պատրաստ լինեք վերադառնալու, տեղեկացրեք ինձ։ Ես կարող եմ օգնել հող նախապատրաստել։ Կարծես թե ամեն ինչ հանդարտվում է, ասաց Հենրիկը, ցույց տալով հաղորդագրությունը Լիլիթին։ Դա լավ է, չէ՞։ Նա լիովին համոզված չէր թվում։ Դա սկիզբ է։ Նա նորից անջատեց հեռախոսը։ Բայց մեզ հիմա ոչինչ որոշելու կարիք չկա։ Եվս մեկ շաբաթ անցավ, ժամանակը հոսում էր Սանա լճի դանդաղ բնական ռիթմով։ Ամեն օր ավելի շատ պարզություն էր բերում, ավելի շատ վստահություն, որ անկախ նրանից, թե ինչի հետ կբախվեին վերադառնալիս, այն, ինչ նրանք կառուցել էին միասին, բավականաչափ ամուր էր դիմակայելու համար։ Լիլիթն էր, ով վերջապես բառերով արտահայտեց այն, ինչ երկուսն էլ սկսում էին զգալ։ Պետք է վերադառնանք, չէ՞։ Նրանք նստած էին գետի ափին, դիտելով մայրամուտը, որը ջրերը կարմիր ոսկեգույն էր ներկում։ Մենք չենք կարող հավերժ փախչել։ Հենրիկը դանդաղ գլխով արեց։ Մենք կյանքեր ունենք վերակառուցելու։ Եվ դա չենք կարող անել թաքնված։ Ես վախենում եմ, խոստովանեց նա։ Ոչ միայն գործնական հետանքներից, իմ կրթաթոշակը, ձեր կարիերան, այլ այն բանից, թե ինչպես կլինի, երբ վերադառնանք իրականություն։ Իսկ եթե չկարողանանք պահպանել այն, ինչ գտանք այստեղ։ Հենրիկը վերցրեց փոքրիկ փայտի կտոր, որը նա քանդակում էր վերջին օրերին։ Դա Արագիլի մանրակերտ էր, Սանա լճի խորհրդանիշ թռչունը։ Արագիլը երկար տարածություններ է միգրացիա կատարում, բացատրեց նա փոքրիկ քանդակը հանձնելով Լիլիթին, բայց միշտ վերադառնում է իր բույնը։ Որովհետև գիտի, թե որտեղ է իր տեղը։ Որտեղ է իր տունը։ Իսկ որտեղ է մեր տունը, հարցրեց նա, շոյելով փոքրիկ քանդակը։ Ուր էլ որ միասին լինենք։ Հենրիկը բռնեց նրա ձեռքերը։ Լիլիթ, ես չգիտեմ, թե կոնկրետ ինչպես կլինի, երբ վերադառնանք։ Ես չեմ կարող խոստանալ, որ դա հեշտ կլինի։ Բայց ես կարող եմ խոստանալ, որ մենք մենակ չենք լինի։ Այն, ինչ մենք կառուցեցինք այստեղ չի մնա։ Հաջորդ առավոտյան նրանք հավաքեցին ճամպրուկները, հիմա արդեն զգալիորեն ավելի մեծ, քան այն իմպրովիզացված պայուսակները, որոնցով ժամանել էին։ Պարոն Ժիրայրը առաջարկեց նրանց տանել Սան քաղաք։ Կկարոտեք այստեղը, մեկնաբանեց փորձառու Սանցին, մինչ նա վարում էր Սանա լճի ճանապարհով։ Սանա լիճը այդ ազդեցությունն ունի մարդկանց վրա։ Մտնում է արյան մեջ, գիտեք։ Կվերադառնանք, խոստացավ Լիլիթը, վերջին անգամ նայելով ջրերի երկնքի ընդարձակությանը, որը եղել էր իր ապաստանը։
Սան քաղաքի օդանավակայանում նրանք տոմսեր գնեցին երան։ Նստեցումից առաջ Հենրիկը զանգահարեց։ Պողոս։ Մենք ենք։ Վերադառնում ենք։ Ընկերը թեթացած թվաց։ Հիանալի որոշում։ Ամեն ինչ մի փոքր հանդարտվել է։ Եվ ես նորություններ ունեմ, որոնք ձեզ կհետաքրքրեն։ Ինչ տեսակի նորություններ։ Հենրիկը հեռախոսը դրեց բարձրախոսի վրա, որպեսզի Լիլիթը լսի։ Ձեր հայրը արթնացում ունեցավ։ Այդպես հեռանալուց հետո նա ամեն ինչ փորձեց՝ սպառնալիքներ, լրատվամիջոցների մանիպուլյացիա, նույնիսկ դատական գործընթացներ։ Բայց ոչինչ չաշխատեց։ Եվ հետո ինչ-որ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Հիվանդանոցի բաժնետոմսերը սկսեցին նվազել։ Ներդրողները նյարդայնացան անկայունությունից, կարոր հիվանդները սկսեցին այլ հիվանդանոցներ փնտրել, հայտնի բժիշկները կասկածի տակ դրեցին, թե ինչպես էր ամեն ինչ կատարվել։ Իմ հայրը երբեք չէր մտածում էթիկայի մասին, երբ շահույթը խաղի մեջ էր, թերահավատորեն մեկնաբանեց Հենրիկը։ Ոչ, բայց նա մտածում է այն կայսրության մասին, որը կառուցել է։ Եվ առաջին անգամ տեսավ, որ վտանգի տակ է կորցնելու այն։ Ոչ թե ձեր ապստամբության պատճառով, ինչպես նա էր անվանում, այլ իր սեփական գործողությունների պատճառով։ Իսկ դա ինչ է նշանակում մեզ համար։ Դա նշանակում է, որ նա ոչ թե ափսոսում է, այլ պրագմատիկ է։ Նա հաշտություն է ուզում, համաձայնություն։ Նա պատրաստ է դադարեցնել հետապնդումը, եթե դուք վերադառնաք մասնակցեք մի Պողոսը վարանեց հանրային հաշտեցման։ Կեղծիք, ուզում ես ասել։ Հենրիկի ձայնը կոշտացավ։ Ոչ պարտադիր։ Նա չի խնդրում, որ դուք վերադառնաք հիվանդանոց կամ բաժանվեք Լիլիթից։ Նա պարզապես ուզում է քաղաքակիրթ կերպով ավարտել հանրային սկանդալը։ Եվ ամենակարևորը ապահովեց, որ համալսարանի վրա ճնշումները կդադարեն։ Լիլիթը Հենրիկը հայացքներ փոխանակեցին։ Առաջարկը գայթակղիչ էր, բայց պարունակում էր այն մանիպուլյացիայի դառը համը, որից նրանք այդքան փորձել էին խուսափել։ Ես չեմ վստահում նրան, ասաց Հենրիկը վերջապես։ Երբեք չեմ վստահել։ Ես էլ չեմ առաջարկում վստահել, պատասխանեց Պողոսը։ Բայց դա դիտարկեք որպես բանակցությունների հնարավորություն, ոչ թե հանձնվելու։ Դուք ավելի շատ ուժ ունեք, քան պատկերացնում եք, Հենրիկ։ Եվ ավելի շատ դաշնակիցներ, քան գիտեք։ Ինչ դաշնակիցներ։ Սկսելու համար, բժշկական տարածաշրջանային խորհուրդը եզրակացրել է, որ ձեր Լիլիթի դեպքում էթիկական խախտում չի եղել, քանի որ դուք նրա խնամքը փոխանցել եք մեկ այլ բժշկի, նախքան որե անձնական հարաբերություն սկսելը։ Դա զգալիորեն թուլացրել է ձեր հոր մեղադրանքները։ Իսկ համալսարանի մասին, հարցրեց Լիլիթը, անհանգիստ։ Կենսաբանության ֆակուլտետը խառնաշփոթի մեջ է։ 3 պրոֆեսոր սպառնացել են հրաժարական տալ, եթե ձեր կրթաթոշակը չվերականգնվի։ Կարծես դուք շատ դրական տպավորություն եք թողել, Լիլիթ։ Հույսի զգացում, փխրուն, բայց իրական, սկսեց աճել նրանց ներսում։ Գուցե, պարզապես գուցե, վերադարձը այդքան աղետալի չէր լինի, որքան վախենում էին։ Երբ հասնենք, որոշեց Հենրիկը հեռախոսն անջատելուց հետո, նախ կգնանք Պողոսի տուն։ Մեզ անվտանգ վայր է պետք վերակազմավորվելու համար, նախքան հորս դիմակայելը։ Իսկ հետո։ Լիլիթը սեղմեց նրա ձեռքը, զգալով այն որոշման ծանրությունը, որը նրանք կայացնում էին։ Հետո կդիմակայենք այն ամենին, ինչ կգա։ Այլս չփախչելով, այլս չթաքնվելով։ Նա մեղմորեն համբուրեց նրան։ Բայց նա չհանձնվելով։ Երան չվերթը հանգիստ էր, գրեթե անիրականորեն նորմալ, այն բոլոր տուրբուլենտություններից հետո, որոնք նրանք ապրել էին։ Պատուհանից ամպերին նայելով Լիլիթը մտածում էր այն արտասովոր ճանապարհորդության մասին, որը պարզ բժշկական խորհրդատվությունը սկսել էր իր կյանքում։ Նա երբեք չէր պատկերացրել, որ սովորական զննումը կարող էր իրեն ոչ միայն սեր գտնելու, այլ ներքին ուժ գտնելու հնարավորություն տալ, որը չգիտեր, թե ունի։ Ամաչկոտ աղջկանից, ով դողում էր Էրեբունի բժշկական կենտրոնի սպասասրահում, մինչ այն կինը, ով հիմա վերադառնում էր պայքարելու իր ապագայի համար, փոխակերպումը խորն էր։ Նրա կողքին Հենրիկը նույնքան փոխված էր թվում։ Զսպված հեռավոր բժիշկը տեղ էր զիջել ավելի իսկական մարդու, ավելի կապված իր իրական ցանկությունների հետ։ Լարվածության գծերը, որոնք նախկինում նշում էին նրա դեմքը, մեղմացել էին, փոխարինվելով մի անդորրով, որը գալիս էր վերջապես ապրելու իր ամենախոր արժեքներին համահունչ։
Ինչ ես մտածում, հարցրեց նա, նկատելով նրա մտախոհ հայացքը։ Այն մասին, թե ինչպես հասանք այստեղ։ Այն բոլոր ընտրությունների, զուգադիպությունների ռիսկերի մասին, որոնք մեզ բերեցին այս պահին։ Ափսոսում ես ինչ-որ բանի համար։ Լիլիթը մի պահ մտածեց հարցի շուրջ։ Նա կորցրել էր իր կրթաթոշակը, դիմակայել հանրային նվաստացմանը, տեսել էր իր խնամքով գծագրված պլանները փլուզվելիս։ Եվ այնուամենայնիվ… Ոչ մի վայրկյանով։ Նա ժպտաց, սեղմելով նրա ձեռքը։ Իսկ դու… Իմ միակ ափսոսանքն այն է, որ նախկինում սիրտս հետելու քաջություն չունեի։ Ես տարիներ վատնեցի, ապրելով այն կյանքը, որը ուրիշներն էին պլանավորել ինձ համար։ Ինքնաթիռը սկսեց իր իջեցումը դեպի Երան։ Նրանց ներքում հսկայական մետրոպոլիսը տարածվում էր բոլոր ուղղություններով, բետոնի ասֆալտի աշխարհ, այնքան տարբեր Սանա լճի բնական ընդարձակությունից։ Բարի վերադարձ քարե ջունգլիներ, մրմնջաց Հենրիկը, դիտելով այն քաղաքը, որը եղել էր իր տունը ամբողջ կյանքում, բայց որը հիմա նոր աչքերով էր տեսնում։ Պողոսը սպասում էր նրանց օդանավակայանում, զուսպ, վայրեջքի ոչ այնքան մարդաշատ անկյունում։ Նրա դեմքի թեթացումը նրանց տեսնելիս ակնհայտ էր։ Շնորհակալ եմ Աստծուն, որ լավ եք։ Նա արագ գրկեց երկուսին։ Արի, իմ մեքենան կայանատեղիում է։ Ավելի լավ է շատ ժամանակ չմնանք հանրային վայրերում, զգուշության համար։ Պողոսի բնակարանում, Նոր Նորքում, նրանք վերջապես կարողացան մի փոքր հանգստանալ։ Նա պատրաստել էր հյուրասենյակը գնել մի քանի անհրաժեշտ պարագաներ երկուսի համար։ Ապա, ո՞րն է պլանը, հարցրեց Լիլիթը, երբ նրանք տեղավորվեցին։ Վաղը հանդիպում ունեմ ձեր ղեկավար պրոֆեսոր Քամփոսի հետ, բացատրեց Պողոսը։ Նա կարևոր դաշնակից է եղել ձեր կրթաթոշակի վերականգնման համար պայքարում։ Եվ հետո, եթե համաձայնեք, ես հանդիպում եմ նշանակել բժիշկ Ալբերտի հետ նրա տանը։ Իմ հայրը համաձայնվել է մեզ ընդունել։ Հենրիկը զարմացած թվաց։ Երկար բանակցություններից հետո։ Նա տարբեր է, Հենրիկ։ Հիվանդանոցի բաժնետոմսերի հետ կապված ցնցումը, գումարած առողջական որոշ վերջին խնդիրներ, կարծես մի փոքր մեղմացրել են այդ զրահը։ Առողջական խնդիրներ։ Մտահոգությունը անկեղծ էր Հենրիկի ձայնում, չնայած ամեն ինչին։ Ոչինչ լուրջ չէ, ըստ երույթին։ Բարձր ճնշում, սթրես։ Բայց բավարար է նրա տարիքի մարդուն վախեցնելու համար։ Պողոսը վարանեց։ Նա հարցրեց ձեր մասին։ Ոչ թե սովորական իշխող ձով, այլ գրեթե մտահոգված։ Հենրիկը լուռ ընդունեց տեղեկությունը։ Հոր հետ նրա հարաբերությունները միշտ բարդ էին եղել, հիացմունքի, վախի, դժգոհության, չնայած ամեն ինչին, սիրո խառնուրդ։ Այն գաղափարը, որ հզոր բժիշկ Ալբերտը կարող էր խոցելի լինել, մտահոգված իր որդու համար, ում միշտ փորձել էր վերահսկել, դժվար էր մարսել։ Մենք կտեսնենք նրան, վերջապես որոշեց նա։ Բայց մեր պայմաններով։ Մենք չենք վերադառնում ենթարկվելու։ Հաջորդ օրը պրոֆեսոր Քամփոսի հետ հանդիպումը լավ նորություններ բերեց։ Կենսաբանության ֆակուլտետի ճնշումը արդյունք էր տվել, համալսարանը պատրաստ էր վերանայել Լիլիթի կրթաթոշակի կասեցումը։ Նրանք խոստովանում են, որ կասեցման համար իրավական հիմք չի եղել, բացատրեց պրոֆեսորը։ Դա շտապ որոշում էր, հիմնված արտաքին ճնշումների սկանդալի վախի վրա։ Իսկ հիմա նրանք այլևս չեն վախենում, հարցրեց Լիլիթը թերահավատորեն։ Հիմա նրանք ավելի շատ են վախենում օրինակելի ուսանողուհուն իր անձնական կյանքի համար պատժելու հետանքներից։ Պրոֆեսորը ժպտաց։ Բացի այդ, ձեր աշխատանքը Սանա լճում գովասանքի է արժանացել գնահատող հանձնաժողովի կողմից։ Ափսոս կլիներ այդպիսի տաղանդը վատնելը։ Հույսն ավելի աճեց։ Այն կյանքը, որը Լիլիթը այդքան ջանքերով կառուցել էր, այն կարիերան, որի մասին միշտ երազել էր, անուղղելիորեն կորած չէր։ Օրվա վերջում նրանք պատրաստվում էին ամենադժվար